Խնդրում եմ գրեք ձեր հարցերը, որովհետև ցանկանում եմ պատասխանել առկա հարցերին։ Մյուս կողմից, ինչ հարցերը կգրեք, ես կանդրադառնամ օրվան։ Ինչպիսին էր օրը։ Օրը շատ տարօրինակ էր հետընտրական օրվա համար, որն ըստ էության հաջորդում է Հայաստանի պատմության մեջ երբևէ եղած ամենակարևոր իրադարձությանը։ Ամենակարևոր իրադարձությունը 3 էր, դա խորհրդարանական ընտրություններն էին, ես կասեի ամբողջ հայոց պատմության մեջ, որովհետև 3 որոշվեց Հայաստանի ճակատագիրը, 3 խփվեց Հայաստանի դագաղի վերջին մեխը։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև Նիկոլ Փաշինյանը մնալու է իշխանության, ինչպես եւ կանխատեսել էի բառացիորեն, որքան էլ որ դա դուր չգա մարդկանց, որոնք անգամ երեկվա ընտրություններից հետո հուսով են, որ Նիկոլ Փաշինյանը չի մնալու իշխանության, ամեն դեպքում ես կարծում եմ, որ 90% է կամ 95% է հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանը կմնա իշխանության։ Իհարկե 5-10%-ի տեղ թողնում եմ, որովհետև պիտի թողնել, չի կարելի 100%-ով ամեն ինչում վստահ լինել, եթե իհարկե արդեն դա կայացած փաստ չի։ Ինչու եմ այդպես ասում, որովհետև մենք տեսանք ընդդիմության եւ խորհրդարան անցածների, ինչպես նաեւ չանցած ուժի Բարգավաճ Հայաստանի խիստ տարօրինակ պահվածք։ Խիստ տարօրինակ պահվածք տեսանք, ըստ էության սարսափելի պասիվություն, Բարգավաճ Հայաստանը իհարկե Գագիկ Ծառուկյանի ուժը եւ Առաջարկ Հայաստանի շարժումը սկսեցին բողոքարկման եւ վերահաշկարկի գործընթաց, ակնհայտորեն որպեսզի անցնեն խորհրդարան, որովհետեւ ինչպես կռահում են շատերը եւ ինչպես ենթադրում եմ ես, իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի Բարգավաճ Հայաստանը չանցնի խորհրդարան, որպեսզի ինքը ունենա սահմանադրական մեծամասնություն։ Ինչ է սահմանադրական մեծամասնությունը, դա ձայների այն անհրաժեշտ քանակն է 64+, որի պարագայում ցանկացած օրենք, ցանկացած պետական բարձրաստիճան պաշտոնյայի նշանակում իշխող ուժը կարող է միահեծան անել։ Ընդ որում սահմանադրական փոփոխություններ կարող է անել խորհրդարանում։ Եվ սա անչափ կարևոր գործիք է։ Այո, Բարգավաճը բողոքեց, բայց բողոքեց պայքարելով, որպեսզի անցնի խորհրդարան։ Հասկանալի է, կարող է անցնել եւ հետո դնել մանդատները, դա արդեն բարձրացնում է Բարգավաճին այլ աստիճանի վրա։ Մյուս կողմից Հայաստան դաշինքը օրվա ամբողջ ընթացքում գրեթե լուռ մնաց, եղան հայտարարություններ գրավոր իրենց Facebook-ան էջով եւ ընդհանրապես լրատվամիջոցներով, բայց Ռոբերտ Քոչարյանը, որ ղեկավարն է Հայաստան դաշինքի, ընդհանրապես որևէ բան չխոսեց։ Մյուս կողմից անչափ մեղմ ասած տարօրինակ անցավ ուժեղ Հայաստանի օրը, այն առումով, որ մենք տեսանք Առավոտյան Նարեկ Կարապետյանի կարճ հայտարարությունը եւ հետո ոչինչ օրվա ընթացքում չեղավ։ Եվ մինչեւ այս պահը եթերի որևէ հայտարարություն մենք չենք լսել, որևէ որոշում հետեւաբար ուժեղ Հայաստանը չունի։ Ընդհանրապես ես ենթադրում եմ եւ բավական համոզված եմ իմ ենթադրության մեջ, որ ուժեղ Հայաստանը չուներ եւ չունի պլան B։ Պլան A-ն տապալված է, չունի պլան B։ Ինչու եմ սա ասում։ Որովհետեւ իրենց բոլոր հարցազրույցներում թե Սամվել Կարապետյանի, թե Նարեկ Կարապետյանի, որոնք հրապարակվել են, իսկ դրանք շատ են եղել վերջին շրջանում, շատ հստակ իրենք պնդում էին եւ ասում էին անընդհատ եւ անverջ, որ իրենք անպայմանորեն հաղթելու են։ Եվ դա ընդունված բան է, երբ նախընտրական շրջանում պայքարող բոլոր առաջատար ուժերը ասում են, որ իրենք հաղթելու են, անգամ ոչ առաջատար, անգամ հետևից սողոսկող ուժերն են միշտ ասում, որ իրենք հաղթելու են գրեթե միշտ, բայց այս պարագայում դրանում մեծ անկեղծություն կար։ Անկեղծություն են առումով, որ երկուսն էլ հորեղբայրը եւ եղբորորդին ամենայն անկեղծությամբ հավատում էին, որ իրենք 100%-ով հաղթելու են։ Ես այստեղ կարող եմ տեսնել երկակի իրավիճակ, կարող եմ տեսնել չափից ավելի ինքնավստահություն, որովհետեւ միլիարդ ունեն, որովհետեւ կյանքում իրենց ամեն ինչ հաջողվել է եւ այդ նույն մոլորության մեջ են, որ եթե մարդը միլիարդ ունի կամ եթե խոշոր մեծահարուստ է, ուրեմն
անչափ իմաստուն է եւ ամեն ինչ իր մոտ ստացվում է, կամ ինչ որ մի խումբ կամ ընտանիք, եւ այդ մոլորությունը աշխարհում շատ-շատեր ունեն, բայց դա բոլորովին եւ ամենևին այդպես չի, կամ մյուս կողմից իրենք այնպիսի ծայրահեղ ինքնավստահություն ունեին, որ իրոք հավատում էին իրենց մտքում, որ իրենք հաղթելու եւ առաջատար են լինելու։ Եվ երրորդը, որը ինձ շատ հավանական է թվում, դա այն է, որ իրենց թիմերում կային եւ միգուցե կան, սա իմ տեսությունն է, ներդրված մարդիկ Մոսկվայից, Կրեմլից, որոնք իրենց մատուցում են այն ինֆորմացիան, Կարապետյաններին կերակրում են այն ինֆորմացիան, որը ձեռնտու է Կրեմլին Նիկոլ Փաշինյանին իշխանություն բերելու համար, իշխանության թողնելու համար ավելի շուտ։ Եվ ինքնավստահությունն ու զգոնության բթացումը եւ խիստ ինքնավստահությունը դարձնում է ցանկացած ուժի խոցելի, եւ ես կարծում եմ, որ այդ խոցելիությունը ձեռք է բերվել հենց այդպիսի ներդրված մարդկանց միջոցով։ Ես ինքս ինձ համար որևէ կասկած չունեմ, որ այդպիսի մարդիկ եղել են, որովհետեւ դժվար թե չլինեին այդպիսի մարդիկ, որոնք իբրև թե հանդես գային, իբրև թե Կարապետյանների բարեկամ եւ բարեկամ ոչ թե ազգակից, այլ ուղղակի բարին կամեցող, բայց իրականում բոլորովին այլ օրակարգ հետապնդեին։ Եվ եթե Կարապետյանները ունենային պլան B եւ չլինեին այսքան սարսափելի ինքնավստահ, ապա մենք այսօր կտեսնեինք հստակ հայտարարություն եւ հստակ քայլերի շարան։ Ես արդեն երկու տեսանյութերով ասել եմ, որ չափազանց տարօրինակ է մեղմ ասած եւ խիստ սխալական է, էլի շատ մեղմ ասած, ձգելը եւ մինչեւ օրվա վերջ ես ակնկալում եի, որ կլինի հայտարարություն կամ Նարեկ Կարապետյանի կողմից կամ Սամվել Կարապետյանի կողմից։ Երկուսի կողմից էլ որևէ հայտարարություն չեղավ։ Սա կարող է վկայել միայն ու միայն մեկ բանի մասին, որ կամ ներսում քաոս է տիրում եւ քննարկումների մեջ են եւ չեն հասկանում թե ինչ անել, կամ որ ուղղակի մոլորված են։ Դավադրության տեսություններին տվյալ պարագայում չեմ հավատում, որ սպասում են իբրև թե հրահանգների եւ այլն, որովհետեւ դա հիմարություն է, հրահանգ տվողը հստակ պլան կունենար եւ այդ հրահանգը կտար եւ շատ արագ կգործեին։ Կամ որևէ հայտարարություն կանեին։ Մյուս կողմից կարող է եւ տեսակետ լինել, գոյություն ունենալ, որ այսպես пассив են իրենց պահում, որպեսզի վարկաբեկեն։ Բայց եթե իրենք նպատակ ունենային իրենց իսկ հաջողությունը որոշակի, որտեղ միանգամից 0-ից մտնել քաղաքականություն եւ երկրորդ տեղը զբաղեցնել որևէ երկրում, դա բավական լուրջ ցուցանիշ է ընտրական առումով։ Ապա այդ պարագայում, եթե իրենք կատարածու լինեին Կրեմլի եւ ինչ որ նպատակ ունենային ընդդիմությունը փչացնելու եւ ընդդիմադիր դիրք զբաղեցնելու եւ փչանալու, իրենք իրենց հետ չէին անի եւ այս սցենարով չէին անի, այսինքն անմիջապես հենց առաջին օրը չէին անի, ինչ որ դերասանական խաղ կանեին, բան։ Իմ խորին համոզմամբ այսօրվա լռությունը վկայություն է եւ ապացույց է միայն մեկ բանի՝ ծայրահեղ անկազմակերպվածության, ծայրահեղ ինքնավստահության արդյունքում շոկի եւ որևէ պլան B չունենալու։ Միջայլոց նկատի ունեցեք, որ պլան B չունենալը արտակարգ իրավիճակի իրենց համար արտակարգ իրավիճակ է, որտեղ չեն հաղթել ընտրություններում կամ այդպես է հայտարարվել, որ չեն հաղթել։ Պլան չունենալը դա անչափ հայկական երևույթ է։ Ես հստակ գիտեմ եւ տեսել եմ, որ սա հայերին շատ բնորոշ է, ես չեմ ասում լավ է թե վատ է, դա բնորոշում դուք տվեք, բայց արձանագրում ենք, որ բնորոշ է երբևէ չպատրաստվել աղետի։ Անընդհատ այդ միտքը հեռու վանել, որ աղետ չի լինելու, լավ կլինի։ Այդ նույն սկզբունքով Հայաստանում կառուցում են աշխարհի ամենաբարձր դամբարանները։ Տասնյակ հարկանի շենքեր, բարձրահարկ շենքեր, որոնք դամբարան են, որոնք վերածվելու են փոշոտ դագաղների առաջին իսկ լուրջ երկրաշարժի ժամանակ, իսկ այդ երկրաշարժը լինելու է, բայց որևէ մեկը չի պատրաստվում։ Պետությունը, ժողովուրդը, հասարակությունը, ազգը գիտակցության նշույլ անգամ չունի, որ բոլոր նորակառույցները ենթակա են եւ հանդիսանում են տեսականորեն եւ ենթադրաբար փլուզման օբյեկտներ։ Այդ նույն սկզբունքը գործում է քաղաքականության մեջ։ Եթե մի բանի հավատում են, չկա պլան B։ Պլան B ունի Նիկոլ Փաշինյանը, որովհետև կարծում եմ, որ ինքը հայկական մենթալիտետով չի առաջնորդվում։ Կարծում եմ, ենթադրում եմ, որ իր համար բոլոր պլանները գծվում են հարևան երկու երկրներից մեկում, գումարած Ռուսաստանում։ Հետևաբար, այստեղ ես տեսնում եմ լրջագույն թերացում եւ լուրջ թերություն
ուժեղ Հայաստանի թիմում եւ կարծում եմ, որ դա անթույլատրելի է եւ աններելի է, չի կարելի լինել այս աստիճանի անլուրջ կամ անլուրջ վարքագիծ դրսևորել, եթե անգամ լուրջ են։ Եվ վերջի վերջո հայ ժողովրդի այն հատվածը, որը հակաիշխանական է, հակառեժիմական է, եւ այն հսկայական 100,000-ավոր ձայները, որ տրվել են իրենց, չեն տրվել իրենց, որպեսզի իրենք լուռ մնան, տրվել են իրենց, որպեսզի իրենք խոսք ասեն։ Եվ օրինակ ինչը կլիներ տրամաբանական, եթե անգամ խնդիրներ ունեին հստակեցնելու եւ հասկանալու։ Օրինակ ոչ միայն տրամաբանական, այլև պարտադիր է քաղաքագիտության ամենապրիմիտիվ կանոնների համաձայն վեր կանալ եւ հայտարարել, որ մենք չենք ընդունում այս ընտրությունների արդյունքները։ Եթե չեն ընդունում արդյունքները, ակնհայտորեն չեն ընդունում արդյունքները։ Տրամաբանական կլիներ դա եւ հետագա գործողությունների մասին ձեզ կասենք եւ չէր կարելի ձգել 24 ժամ 12 ժամ ձգելն անգամ այսօրվա քաղաքական իրավիճակում աշխարհի մակարդակով եւ մասնավորապես Հայաստանի պես արդեն ամեն process բյուրեղացած լինելու իրավիճակում հավասարազոր է քաղաքական ծայրահեղ փնթիության։ Եվ ցավոք սրտի ուժեղ Հայաստանը դրսևորեց քաղաքական ծայրահեղագույն փնթիություն, արդեն 24 ժամից ավելի լռած լինելով։ Ես սա չունի որևէ բացատրություն։ Այստեղ չկա որևէ իմաստուն խորհուրդ այս ամեն ինչի հետևում, իմաստուն մի թաքնված գաղտնի օրակարգ։ Սա ծայրահեղ քաղաքական փնթիության դրսևորում է։ Ես չեմ բացառում, որ վաղը վեր կկենան մի բան կասեն, վերջիորչո մի բան պիտի ասեն, կարող են դա վաղը ասել, կարող է եւ եթե այսպես գնա, այս տրամաբանությամբ շարժվեն մյուս օրը ասեն, կամ մի շաբաթից ասեն, կամ ընդհանրապես ոչինչ չասեն։ Ամեն դեպքում իրենց ճակերտավոր աստղերից Արամ Վարդևանյանը մի ահավոր տարօրինակ, որը անգլերենում շատ լավ բառով է նշվում bizarre, այսինքն շատ զարմանալի տարօրինակ ինչ որ խոսք ասեց քիչ առաջ հրապարակեց, որ այդ խոսքը երբ ավարտվում է, ուզում ես հիշել ինչ ասեց, չես կարողam հիշել, որտեղ ոչինչ չասեց, որտեղ ոչ մի մեսիջ չկար։ Եվ այդպիսի մեսիջը ցույց է տալիս, որ իրենք ընդամենը ժամանակ են մերցնում։ Պլան B-ի արկայություն չլինելը, չունենալը խոսում է հենց այն խակության եւ անպատրաստության մասին, որի մասին ես բազմաթիվ անգամներ նախքան ընտրության օրը զգուշացրել եւ ասել եմ։ Եվ ակնհայտորեն, երբ նայում ենք թիմին, մենք հասկանում ենք, որ այդ թիմում բարձր եւ լուրջ պրոֆեսիոնալներ գոնե տեսանելի դիրքերի վրա իսպառ բացակայում են։ Մյուս կողմից բավական հետաքրքիր բան է տեղի ունեցել ընդամենը րոպեներ առաջ Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած հայտարարում է, որ պատրաստ է մանդատները վայր դնել, մանդատները չընդունել ավելի շուտ, եթե մնացած ընդդիմադիր ուժերը միանան իրեն, շատ տրամաբանական բան է եւ ես լինելով մեկը, որը երբևէ ոչ Քոչարյանի, ոչ իր ուժի հասցեին որևէ դրական բան չեմ ասել, այս քայլը գնահատում եմ որպես ճիշտ քայլ եւ դրական քայլ։ Սա միակ քայլն է, որը պետք է այս խորհրդարան անցած որևէ ընդդիմադիր ուժ կատարի։ Սա միակ քայլն է եւ այդ առումով այս քայլը, եթե օբյեկտիվ լինենք եւ ոչ թե անգաժավորված օրակարգ հետապնդող ինչ որ մեկը, պետք է ասենք, որ այս քայլը խելացի քայլ է։ Եվ հղում է արել Քոչարյանը ըստ էության Սամվել Կարապետյանին, որ եթե Սամվել Կարապետյանը հրաժարվի վերցնել մանդատները, իրենք չեն վերցնի մանդատները, բայց Սամվել Կարապետյանը շարունակում է լռել։ Ուժեղ Հայաստանի թիմը շարունակում է լռել։ Եվ միանգամից կանխեմ հարցը, արդյոք դա չի նշանակում, որ ուժեղ Հայաստանը Կրեմլի մարդիկ են եւ Կրեմլի թիմն է։ Ոչ, դա ճիշտ հակառակն է վկայում, որովհետեւ եթե լինեին Կրեմլի թիմը եւ Կրեմլի մարդիկ, կունենային հստակ պլան, չէին գործի դասական, տեղական մենթալիտետի շրջանակներում անկազմակերպ եւ առանց հասկանալու ինչ են անում։ Եվ իրենք լինելով առաջին հորիզոնականը ընդդիմության շրջանում, իրենք հանդես կգային հայտարարությամբ։ Կամ մանդատները վայր կդնեին, կամ կասեին, որ ստանձնում են մանդատները։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ իրենց մոտ զարմանալիորեն, բայց ոչ ինձ համար զարմանալիորեն, որտեղ ես գիտեմ, որ միլիարդեր լինելը, միլիարդատեր լինելը եւ գիտեմ դա Ամերիկայից ամենևին գերագույն իմաստնության նշան չի եւ առավել եւս քաղաքական հասունության նշան չի։ Շարունակում եմ արդյոք ես հավատալ, որ
Սամվել Կարապետյանը ազգային մարդ է եւ չի հանդիսանում Ռուսաստանի գործակալ, այո, շարունակում եմ հավատալ։ Այո, կարծում եմ արդյոք, որ Ռուսաստանը իր հնարավոր գործակալների միջոցով հնարավոր է, որ ուղղորդում է գործընթացները ներսում, որպեսզի փչացնի Կարապետյաններին եւ հասնի իր նպատակի վերջն արդյունքին, այո, համարում եմ, որ հնարավոր է, շատ հնարավոր է։ Մյուս կողմից մեկ այլ հանգամանքի եմ ուզում անդրադառնալ, շատ կարևոր հանգամանքի։ Սահմանադրական մեծամասնություն չունենալով Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու անցկացնել սահմանադրության հանրաքվեն։ Եվ այդ պարագայում առաջանալու են այլ խնդիրներ եւ առաջանալու են Ադրբեջանի հետ։ Լինելու է կես հղի, կիսատ հղի հայկական սցենարի, ինչպես միշտ է լինում։ Ոչ այս կողմ, ոչ այն կողմ, եւ խնդրի լուծումը լինելու է արդեն բավական բարդ։ Անձամբ ես ինքս դեմ եմ Ադրբեջանի հետ ընդհանրապես խաղաղության պայմանագրի ստորագրմանը, դեմ եմ ուժեղ Հայաստանի նախորոք հայտարարած թեզին, որ պետք է անպայման ստորագրեն, բայց երաշխավորի արկայության պայմաններում, որ ուղղակի դատարկախոսություն է, եւ ես ասել եմ, որ ընտրություններից հետո կանդրադառնամ իրենց սխալներին, կամ երասկոտություն է, կամ անփորձություն է, կամ չհասկանալ է, կամ ուղղակի դիվանագիտական խաբկանք է, բայց ակնհայտ է, որ երաշխավոր չկա եւ չի կարող լինել, եթե Ռուսաստանի նկատի ունեն Ռուսաստանը չի կարող լինել երաշխավոր, եթե Իրանին նկատի ունեն Իրանը առավել եւս չի կարող լինել երաշխավոր, կարող է լինել միայն Միացյալ Նահանգները, Միացյալ Նահանգներն էլ չի լինի երաշխավոր, որովհետեւ Միացյալ Նահանգները հիմա հատկապես այս վարչակազմը որևէտեղ երաշխավոր չի լինում։ Եվ անմտություն է ակնկալել, որ որևէ երկիր պետք է լինի երաշխավոր։ Երաշխավորը պետք է լինի քո բանակը, երաշխավորը պետք է լինի քո դաշնակցությունը ամենատարբեր արևմտյան դաշնակիցների հետ, որոնք կարող են քեզ ուժեղացնել։ Եվ միայն արևմտյան դաշնակիցները կարող են քեզ ուժեղացնել, եթե դու Հայաստանում ես։ Եվ այս կոնտեքստում հարցը մնում է օդում։ Բնականաբար այդ պայմանագիրը չպետք է ստորագրվի, որտեղ այդ պայմանագրի արդյունքում տեղի են ունենալու ռեպրեսիաներ Հայաստանում, այդ պայմանագրի արդյունքում Հայաստանը ստորագրելու է վերջնական կապիտուլյացիա, որից ելք չկա։ Բայց սա բոլորովին այլ խնդիր է, որին մենք առանձին կանդրադառնանք։ Հիմա այստեղ այս խնդիրն է առաջանում։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը փորձում է ստանալ այդ սահմանադրական մեծամասնությունը։ Մյուս կողմից, եթե մանդատները վայր են դնում, չեն ընդունում երկու ուժերն էլ, առաջանում է սահմանադրական ճգնաժամ, որը թերևս լավագույն լուծումն է եւ ես դրա մասին արդեն խոսել եմ այսօր։ Մյուս կողմից սահմանադրական ճգնաժամ առաջանալու պարագայում անհայտ է թե իրեն ինչպես է պահելու Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊ-ն։ Ինչպես էլ որ պահեն, ԿՊ-ն ունենում է լեգիտիմության հավելյալ դեֆիցիտ եւ շատ ավելի դժվարանում է նրա իշխանության մնալու խնդիրը։ Իրավիճակը բարդ է նրանով, որ իմ խորին համոզմամբ եւ ես առաջինն եմ, որ ես միտքը ասել եմ, հիմա ուզում եմ մի փոքր ավելի զարգացնել, որ Ռուսաստանին հաջողվել է դեզինֆորմացիոն արշավի միջոցով անուղղակիորեն աշխատելով այդ թվում Հայաստանի, Թուրքիա եւ Ադրբեջանի իշխանությունների հետ միասին Փաշինյանի ռեժիմը արևմուտքին ներկայացնել որպես խիստ պրոարևմտյան, որպեսզի ստանա սատարում իր ուզած տեխնացուին Նիկոլ Փաշինյանին Հայաստանում իշխանության պահելու եւ գրեթե բոլոր արևմտյան լուրջ լրատվամիջոցները ցնծում են Նիկոլ Փաշինյանի հաղթանակով եւ համարում են, որ պրոարևմտյան գործիչ է եկել իշխանության։ Շատերը կհարցնեն, բա հիմար են, բա չեն հասկանում, շատ բան չեն հասկանում։ Եթե շատ բան հասկանային, չէր լինի Իրաքի պատերազմը այն սցենարով, որով եղավ, չէր լինի Աֆղանստանի խնդիրը, որտեղ 2 տրիլիոն դոլար Միացյալ Նահանգները ծախսեցին եւ արդյունքում ոչինչի չհասան, այդ ամեն ինչը միշտ չի, որ գերտերությունները հասկանում են եւ դա բնական է, որ չեն հասկանում։ Խնդիրն այն է, թե դու ինչ ես հասկացնում։ Այստեղ խոշորագույն թերացում է ունեցել այս ընդդիմությունը, իհարկե Քոչյանից ոչինչ ակնկալել չի կարելի, որովհետեւ նա ակնհայտորեն պրոռուսական ուժ է։ Այ Սամվել Կարապետյանի հանգամանքը շատ ավելի բարդ է եւ շատ ավելի կարեւոր, որովհետեւ Սամվել Կարապետյանը օգտագործվել է առանց իր հասկանալու կամ առանց իր հավանության Ռուսաստանի կողմից, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերընտրվի եւ ինքը դարձել է զոհ այդ ամբողջ խաղի եւ օպերացիայի մեջ եւ ընթացքում չի ունեցել եւ իր ուժը չի ունեցել կամ իր ընտանիքը բավարար քաղաքական հերատեսություն եւ խորիմաստ իմաստություն, որպեսզի իրենց ներկայացնեն հստակ պրոարևմտյան։ Այո, վերջում հստակ ակնարկներ արվում էին, որ Ռուսաստանը իրենց չի սատարում եւ դա Սամվել Կարապետյանը վստահ եմ շատ անկեղծորեն է ասել, բայց չհաջողվեց
ոչ արևմուտքին, ոչ անգամ Հայաստանի հասարակության մի մեծ մասի համոզել, որ իրենք Ռուսաստանի դրածոները չեն։ Եվ իրենք զոհ են գնացել եւ զոհ են գնալու եւ դեռևս զոհաբերվելու են ներառյալ իրենց Ռուսաստանում գտնվող բիզնեսները Ռուսաստանին, որովհետեւ կա մեկ այլ գործընթաց եւս, որի մասին ես առանձին կխոսեմ, որը ոչ միայն Սամվել Կարապետյանին է վերաբերում, այլ Ռուսաստանի բոլոր այն օլիգարխներին, որոնք առաջնային կարևորություն չունեն Կրեմլի համար։ Իսկ Սամվել Կարապետյանը հաստատ եւ հաստատ առաջնային կարևորություն չունի Կրեմլի համար, անգամ երկրորդային չունի։ Եվ Ռուսաստանի մասշտաբներով անգամ խոշոր միլիարդատեր էլ չէ։ Փոքր միլիարդատեր է նկատի ունենալով 4 միլիարդի թիվը, որովհետև 4 միլիարդը միլիարդատերերի ցանկում քեզ խոշոր միլիարդատերի հորիզոնական չի բարձրացնում, զուտ ֆինանսական առումով։ Այս բոլոր հանգամանքները շատ կարևոր են եւ հետեւաբար պիտի հասկանանք, որ առաջին ճակատագրական սխալը արդեն ուժեղ Հայաստանը թույլ է տվել։ Ես չգիտեմ, այս իմ խոսելու ընթացքում, քանի որ ես ուղիղ եթերում եմ, արդյոք ուժեղ Հայաստանը պատասխանել է եւ միացել է Հայաստան Դաշինքի Քոչարյանի առաջարկին չընդունել մանդատները, բայց գիտեք, միայն մանդատներ ընդունել չընդունելով չի։ Եթե դու փորձում ես իշխանապողության հասնել, դու պիտի օգտագործես ողջ ճակերտների մեջ զինանոցը առանց զենքի իհարկե, որովհետև ճակերտների մեջ եւ փոխաբերական իմաստով եմ ասում, քո ողջ գործիքակազմը, այլ խոսքերով ասած, վարելու քաղաքական, անզիջում, խաղաղ, բայց քաղաքական պայքար, որը նաև իր մեջ ներառում է զանգվածային ցույցեր փողոցներում եւ ոչ երկարատև, որովհետեւ դրա ռեսուրսը չկա։ Հայաստանում դա ժամանցի ձև է դարձել ամենատարբեր կեղծ եւ իրական ընդդիմություն, թեև մենք չենք էլ տեսել ըստ էության, կեղծ եւ իրական ընդդիմությունների համար։ Տարիներ, տասնամյակներ շարունակ, որը ծառայել է որպես գոլորշու բաց թողում, լարվածության բաց թողում հասարակության մեջից, հետո այդ շարժումները տարվել են դեպի մարման, մշտապես ներդրվել են մարդիկ, մշտապես գործել են հենց այդ նույն շարժումների առաջնորդները, որոնք այդ շարժումները տարել են այլ ուղղությամբ։ Նույն այն ամենը, ինչ առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ Արցախյան շարժման հենց սկզբում, երբ շարժման ամենաիսկական նախաձեռնողը եւ ամենաազնիվ եւ ամենամեծ նախաձեռնողը Իգոր Մուրադյանը մեկուսացվեց եւ հրապարակ բերվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, որը թե շարժումը, թե երկիրը տարավ բոլորովին այլ ճանապարհով, այն ճանապարհով, որը վերջում ծնեց Նիկոլ Փաշինյան եւ Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսություն եւ գործողություններ։ Իմ համոզմամբ։ Սա է այսօրվա ամփոփումը, ես այստեղ հարցեր ունեմ, բավական շատ են հարցերը, փորձեմ կարդալ եւ հերթով պատասխանել։ Առաջին հարցը, որը ես տեսնում եմ, հնարավոր է հարցեր բաց թողնեմ, որևէ բան չկա դրանում, հատուկ նպատակ չկա, ուղղակի այդպես է երևում մոտս։ Միքայելն ասում է, ոչ մեկ էլ չուներ կորավ դա։ Սվետան ասում է, Քոչարյանը հրաժարվում է մանդատից, այո, գիտեմ։ Աննան ասում է, բացառվում է, չի բացառվում, հայտարարությունը եղել է։ Անահիտն ասում է, իսկական ընդդիմությունը այս իրավիճակում մանդատները վայր կդնեին, այո, իրական ընդդիմությունը պետք է վայր դնի, եթե իրական ընդդիմությունը եւ վայր չի դնում, ուրեմն անխելք ընդդիմություն է։ Աննան ասում է, այո, համաձայն եմ, հենց այդ հատկանիշով կարելի է ճանաչել հային։ Հային կարելի է ճանաչել ամենատարբեր հատկանիշներով եւ սա դրանցից մեկն է։ Աննան ասում է, ես նայեցի նման հայտարարություն չկա, չգիտեմ, ես կարդացել եմ, շատերն են կարդացել։ Հայկ եւ Բելը ասում է, գիտես, սա նման է ծանր հիվանդի, ով վստահել էր բժշկին, պարկած է վիրահատական սեղանին, իսկ նրանք բոլորը գնացել են, էկրանին սիրտը թույլ բաբախում է, հետո մնում է միայն մեկ ուղիղ գիծ, հենց դա է մեր վիճակը հիմա։ Այո, ճիշտ եք։ Սա Հայաստանի ավարտն է։ Եվ միշտ ինչ կանխատեսել եք եղել է, ասում է Դիանան, ինչքան էլ չուզենք հավատալ կամ ընդունենք։ Ցավոք սրտի, այո, ես մարգարե չեմ, բայց կարծում եմ, որ այս ժողովրդի եւ այս ազգի մեջ բավական տարբերվում եմ մյուսներից, որովհետեւ չեմ փորձում որևէ մեկին քծնել, չունեմ որևէ օրակարգ բացի ճշմարտություն, ինչքան էլ դա տարօրինակ է, չեմ վճարվում բացարձակապես որևէ մեկի կողմից, ընդհակառակը իմ անձնական սեփական ռեսուրսներն եմ ծախսում, ես կասեի վատնում եւ քամուն տալիս այս ամեն ինչի վրա, անում եմ զուտ իմ գաղափարներից եւ հավատամքից ելնելով։
Եվ բացի դրանից երևի թե ինչ-որ բաներով տարբերվում եմ, որովհետև տեսնում եմ շատ բաներ, այնպես ինչպես կա, ոչ այնպես ինչպես հաճելի է ուրիշներին կամ հաճելի է ինձ։ Ես ինձ տհաճ բաներն էլ եմ տեսնում եւ ինքս ինձ ասում։ Մելնեն ասում է ինչ սխեմա եք առաջարկում, կարճ կոնկրետ ժամանակը մեր դեմ է աշխատում։ Ես առաջարկեմ, չառաջարկեմ, Մելնե ջան, դա լինող չի, որևէ մեկը ինձ լսող չի։ Դուք լսում եք, ինչ որ դիտողներ վերջերս տասնյակ հազարավոր դիտողներ լսում են, ընդունում են, չգիտեմ, համաձայնում են, բայց հիմնական դերակատարները դրան բանի տեղ չեն դնում եւ չեն դնելու։ Այդպիսին է մենթալիտետը այստեղ։ Ինչ սցենար եմ առաջարկում, ասացի արդեն, առաջարկում եմ ստեղծել սահմանադրական ճգնաժամ, որը նորմալ օրինական գործընթաց է, առանց որևէ բռնության, առանց որևէ, չգիտեմ, պետությունը խարխլելու, սահմանադրական ճգնաժամներ լինում են անգամ Միացյալ Նահանգներում, էլ չասեմ Եվրոպայի մասին, ստեղծել սահմանադրական ճգնաժամ եւ դուրս գալ փողոցային պայքարի եւ վճռական փողոցային խաղաղ քաղաքական պայքարի։ Բայց շատ վճռական, որովհետև եթե չես հավաքում քրիտիկական զանգված, այսինքն այն զանգվածը, որի ճնշման տակ իրականում հնարավոր է փոփոխություն, դու ոչինչի չես հասնում եւ ամեն ինչ մարում է շատ արագ։ Մանավանդ հայերի պարագայում, որտեղ չկա համբերության ռեսուրս, որտեղ չկա հետևողականության ռեսուրս։ Հայերը իրենց քաղաքական մշակույթով կամ չմշակույթով առանձնանում են նրանով, որ բացակայում է իսպառ քաղաքական մշակույթը եւ քաղաքական համբերատարության եւ պայքարի ռեսուրսը։ 1-2 չեղավ, վերջ, փլվում է։ Հետևաբար իշխանությունը միշտ շահում է, որտեղ այդ ռեսուրսները խնդիրները կտրուկ լուծելու, ուժով լուծելու, ամեն ինչ իր ուզածով անելու ունի միայն եւ միայն իշխանությունը։ Հետևաբար, բայց նորից կրկնեմ, ընդդիմություն Հայաստանում երբևէ նորմալ ըստ էության չի եղել։ Կարենն ասում է պետք է համախմբվեն, ոչ թե իրար վրա կեղտ բռնեն, ես չգիտեմ ով վրա է կեղտ բռնում, չգիտեմ անգամ բռնելու թեմա կա, թե չկա, թե այդ կեղտը կա, ամեն դեպքում համախմբվել եւ Հայաստան եւ ժողովուրդ բառերը մի տեսակ իմ ականջին միասին չեն հնչում։ Համախմբումը դա ինչ-որ ֆանտաստիկ երևույթ է, այստեղ որը շատ դժվար է պատկերացնել։ Գագիկն ասում է, բացառում եմ Ռուսաստանի ներգրավվածությունը, էլ ինչ անի, որ ցույց տա դա շատ բարդ սխեմաները չեն թողնում պարզ ճշմարտությունները գնահատել։ Չէ, սխեմաները իրականում բարդ չեն։ Գագիկ ջան, սխեմաները բավական պարզ են, բավական պրիմիտիվ են, բայց պրիմիտիվ մտածողությունը թույլ չի տալիս, որպեսզի պրիմիտիվ սխեմաները տեսնեն։ Հայկն ասում է, այնպես չի, որ Կրեմլն էլ լավ կազմակերպված է, միգուցե, բայց հավատացեք, որ Հայաստանի պես որպես երկիր, որպես պետություն, ճորտապետության կամ ճորտ գիծ պետության պարագայում առանձնակի կազմակերպվածություն պետք էլ չի, միշտ ամենապրիմիտիվ սխեմաներն են գործի դրվել Հայաստանում եւ դրանք 100%-ով միշտ աշխատել են, նախ ռուսական թեմաներն էին, հիմա արդեն թուրքական թեմաները եւ օրակարգերն են 100%-ով իրականացվում Հայաստանում, թուրքական ասելով նկատի ունեմ դրա մեջ նաեւ ադրբեջանական։ Գալինան ասում է, ես քեզ հավատում էի, Գալինա ջան, ինչ եղավ, էլ չեք հավատում, եթե չեք հավատում, իմ սիրտը կկոտրվի եւ ես այլևս չեմ դիմանա։ Թերեզան ասում է, Քոչյանը չի ճանաչել ընտրությունների արդյունքները, վիճարկելու է, այո, բայց այդպես չի արվում, պիտի վեր կենար, նստեր եւ տեսանյութ աներ եւ տեսաուղերձով դիմեր, այդպես է արվում, բաներ կան, որոնք քաղաքականության մեջ համաշխարհային կամ միջազգային օրենք են, չգրված օրենքներ։ Դա դասագրքերում չեն սովորեցնում եւ չեն ասում, բայց դա տրադիցիա է, որը փորձված, գործով ապացուցված եւ տրադիցիա դարձած երևույթներ են համաշխարհային քաղաքականության մեջ բոլոր ոչ նախնադարյան քաղաքական համակարգերում։ Բայց Հայաստանում էլի նստում են Facebook-ում են գրում ինչ-որ բան են ասում, դա տեսաուղերձով պիտի արվի ընդհանրապես։ Մինչայլուց նշեմ, որ զարմանալիորեն Քոչարյանը բավական հաջող տեսա արշավ վարեց նախընտրական։ Հենց միայն իր որդու հետ նստած զրույցը բավական տպավորիչ էր եւ ես ամենևին չեմ գովում Քոչյանին, որտեղ ամենևին իր ֆանատը չեմ մեղմ ասած։ Բայց օբյեկտիվորեն պիտի գնահատենք, որ այդ արշավը լավ վարեցին եւ հիմա ամենաճակատագրական պահին
ընդդիմությունը ռեսուրսները չի դնում ճիշտ օգտագործելու օգտին, իսկ ամեն անցնող վարկյանը, ամեն անգործությունը կամ բաց թողումը ընդդիմության կողմից մեծ դիվիդենդներ է բերում իշխանությանը եւ նրան ավելի ու ավելի ցեմենտում իր տեղում։ Թերեզան պատասխանում է Գալինային, էլի հավատացեք, Հայկը շատ խորքային է վերլուծում, հետո ինքներդ էլ կհամոզվեք, շնորհակալություն Թերեզա։ Նեկան ասում է Հայկ ջան, ինչ տեղեկություն կա այն տեսանյութից, որտեղ 3-17 հերթիկները մկրատով կտրատում էին, հավանաբար ձայնագրում էին պատվիրատուին հաշվետվություն տալու համար։ Ճիշտն ասած, դա կարծում եմ խաղարկայինները, ինձ թվում է եւ նաեւ բացատրեցին, որ հենց միայն գույնից ելնելով ծրարների կեղծ տեսանյութ է, կարծում եմ դա կեղծ տեսանյութ է կամ AI-ով արված, բայց մի քիչ AI-ի նման չէր, ինձ թվում է դա կեղծ տեսանյութ է, ես չեմ կարծում, որ այդպես կանեին։ Ես կարծում եմ, որ եթե եղել են ընտրախախտումներ եւ կեղծիքներ, ապա դրանք եղել են թերևս բոլորովին այլ մակարդակով, այլ ձևով, այլ տեղում։ Սվետան բերել է Հայաստան Դաշինքի հայտարարությունից հատված, Թերեզան ասում է ինչ կտա չգիտեմ, բայց պետք է մանդատները չվերցնեն երկու ընդդիմադիր ուժերը եւ դուրս գան հրապարակ, այո, այդպես է։ Դավիթն ասում է չեք կարծում, որ սպասում են Ռուսաստանի Դաբրոյին մանդատ վերցնեմ, թե չէ։ Չէ, չեմ կարծում, միգուցե Քոչարյանի թիմում այդ խնդիրը կա դրված եւ այդպես է։ Կրկնեմ, Սամվել Կարապետյանի պարագայում չեմ կարծում, որ Ռուսաստանի որևէ Դաբրոյի սպասում են։ Ընդհանրապես ենթադրում եմ եւ կարծում եմ ժամանակը ցույց կտա, որ Սամվել Կարապետյանի մոտ խոր վիրավորանք կա Ռուսաստանից եւ չեմ կարծում, որ այդ Աշյանի չի հասկանում, թե ինչ խաղ են խաղում իր գլխին։ Ընդհանրապես ես այս թեմային առանձին հուսով եմ կանդրադառնամ, բայց իմ համոզմունքն է, որ իրեն անգամ Նիկոլ Փաշինյանի ձեռքով Կրեմլը բռնել տվեց, որպեսզի իրեն մղեն դեպի քաղաքականություն եւ Սարգեն Բոբով ներկայացնեն որպես իրենց մարդ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը անցնի, որտեղ Քոչարյանը արդեն մի քիչ մաշված էր այդ ֆունկցիայի առումով, Քոչարյանին պահեցին, բայց նաեւ մցրեցին մեկին, որին կարծում էին, որ մեծ հաջողության չի հասնի, բայց փոխարենը կնպաստի Նիկոլ Փաշինյանի անցնելուն եւ կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը այս ամեն ինչը ինչ որ պահի հասկացել է եւ ընդհակառակը շատ ավելի անկախ է եւ շատ ավելի վիրավորված է Ռուսաստանից։ Սա կարող եք համարել հեքիաթ, կարող եք համարել շատ հեռուն գնացող վերլուծություն, բայց այդպես չի։ Համոզված եմ, որ սա շատ պարզ բան է եւ որ այդպես էլ հենց եղել է։ Լենան ասում է պարոն Մարտիրոսյան, իսկ եթե ձեր այդ առաջարկությունները անձամբ ներկայացեք նրանց, օգնեք մարդիկ կողմնորոշվեն։ Լենա ջան, ուզում եմ մի բան հասկանալ եւ կարեւոր բան եք ասում, որովհետեւ այս կոչերը ես հաճախ եմ լսում, որ ներկայացրեք անձամբ իրենց եւ այլն եւ այլն։ Այս եթերը իրենք կարող են նայել, բայց իրենք չեն նայում, վստահ եմ։ Իրենք գիտեն ես ով եմ, իրենք իմ տեղը գիտեն, բոլորն իմ տեղը գիտեն, այնպես չի, որ ինձ չեն ճանաչում։ Գոնե քաղաքական եւ քաղաքականության հետ առնչվող շրջանակներում ինձ շատ լավ ճանաչում են մարդիկ։ Եթե մարդիկ չեն դիմում քեզ, իրենք դրա կարիքը չունեն։ Եթե իրենք դրա կարիքը չունեն, ես ինքս որևէ բան չեմ առաջարկելու, որովհետև այնպես չի, որ ես ասեղ եմ դեզի մեջ, կորած եմ եւ չգիտեն, որ մի ուսանող գերազանցիկ կա ինչ-որ միտեղ, որին պետք է վերցնել եւ հարցնել, չէ, այդպես չի բնականաբար։ Այսինքն առաջարկելը ո՞րն է։ Այս առաջարկները ես անում եմ այսպես եթերով, մարդիկ լսում են, չեն լսում։ Ես գիտեմ, որ չեն լսում, գիտեմ, որ հետաքրքիր չի, գիտեմ, որ այն կադրերն են իրենց կողքին, որոնք որ են իրենց կողքին, եւ ես դրանից վիրավորված չեմ, ես ցավում եմ, որ կադրեր են, որոնք ըստ էության ոչինչ են առաջարկում եւ ոչինչ են տալիս ընդդիմադիր շարժմանին։ Ինձ կարեւոր չի այդ շարժումը Կարապետյաններն են, թե ովքեր են։ Կարեւոր է որ իրական անկեղծ մաքուր ընդդիմություն լինի ղեկավարի մակարդակով, թե Հայաստանում ամեն ինչ ղեկավարի շուրջ է։ Եվ որպեսզի կարողանան գործ անել։ Բայց եթե թիմը ապականվում է իրենց, ուրեմն դա է իրենց աստիճանը, դա է իրենց շրջանակը, դա է իրենց ուզածը, ուրեմն քեզ չեն էլ ուզում լսել եւ նորմալ է, որ ինձ չեն ուզում լսել։ Ես չեմ էլ ակնկալում, որ Հայաստանում որևէ մեկը կարող է ինձ լսել կամ ընդունել, բացի այն սովորական քաղաքացիները, որոնք լսում են, որտեղ այս երկրում դա ընդունված չի, այս երկրում չեն սիրում, ոչ միայն այս երկրում, Սփյուռքում նույնպես չեն սիրում տարբեր մարդկանց, չեն սիրում որոշակի այլ մակարդակի մեջ վերլուծություններ, մոտեցումներ, նոր տեսանկյուններ, ոչ ստանդարտ չտարբերվող, դա արդեն բոլորովին այլ թեմա է, դարեր շարունակ միջակությունը քաջալերվել է,
դարեր շարունակ հեզությունը, հպատակությունը, գլուխը կախ ստանդարտ բոլորի պես անելը քաջալերվել է պարսիկ նվաճողների կողմից, քաջարների ժամանակից եւ անգամ դրանից առաջ Սեֆևյանների ժամանակներից սկսած ռուսական ցարերի կողմից մինչև այսօրվա ցարերը ռուսական դրա համար ես շատ փիլիսոփայորեն եմ նայում այս ամեն ինչին ինձ համար այս ամբողջ պատմության մեջ ամենակարևոր հանգամանքը դա իմ հայրենիքը չկորցնելն է եւ ես գիտեմ որ ես իմ հայրենիքը վերջնականապես կորցրեցի 3 ես հայ ժողովրդի մասին ընդհանրապես չեմ մտածում ինձ հայ ժողովրդի ճակատագիրը այլևս կապիտուլյացիան հանդուրժելուց մի անգամ Նիկոլ Փաշինյանը վերընտրելուց եւ երկրորդ անգամ 3 վերընտրելուց հետո բացարձակապես չի հետաքրքրում հայ ժողովրդի ճակատագիրը ինձ չի հետաքրքրում կներեք իմ անկեղծության համար ես ոչ մի վատ բան հայ ժողովրդին չեմ ասում ոչ մի նեգատիվ բան չեմ ասում եմ որ ինձ ճակատագիրն ինձ չի հետաքրքրում ինչ կլինի դա իր ընտրությունն է եւ ես գիտեմ ինչ է լինելու եւ դա պատմական տեսանկյունից կլինի արդար այն առումով որ այն ինչ ուզեց ժողովուրդը ստացավ ժողովուրդը ինձ հետաքրքրում է իմ հայրենիքը ես չեմ ուզում իմ հայրենիքը կորցնել ես չեմ ուզում հողը կորցնել իմ միակ մոտիվացիան հիմա սա է շատ տարօրինակ բան եմ ասում որտեվ այս փսիխոս դուք որևէ հայից չեք լսի որտեվ իրար ձևեր թափեն խափեն բան ստանդարտների մեջ մնան ինչ որ է միակ ոչ ստանդարտը իմիջիալոս Նիկոլ Փաշինյանն է որը պարզվեց որ ամենաստանդարտն էր իր գաղափարախոսությունը անչափ ընդունել էր ուղղակի բոլորը իրար խափել էին թե դա ընդունելի չի հիմա տեսանք որ այդ մարդու գաղափարախոսությունը ընդունելին է ամենաընդունելին է հայ ժողովրդի համար Կարինեն ասում է փողոցով եկածները կհեռանան սահմանադրությամբ Կարինե շատ կարևոր բան եք ասում ոչ բայց սահմանադրական ճգնաժամը կլինի գործիքներից մեկը որը կարող է իշխանության մեքենան քաղաքական մեթոդներով տապալել իշխանության մեքենան քաղաքական սահմանադրական մեթոդներով տապալել, այսինքն ստիպել, որպեսզի իշխանությունը հեռանա, հրաժարական տա հեռանա, չգիտեմ, հեռանա իշխանությունից։ Նարեկը հարցում է հնարավոր է, որ դրսի մեծ ուժերը լուրջ ուլտիմատումի առաջ կանգնած լինեն ընդդիմությանը, որ Փաշինյանի մատով չկպնեն, թե չէ լավ չի լինի հենց ընդդիմության համար, դրա համար են տենց վախեցած։ Հնարավոր է։ Շատ կարևոր հարց եք տալիս Նարեկ, հնարավոր է, բայց ես չեմ կարծում, որ դա շատ հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ պարագայում, անձամբ իր պարագայում, որպես մարդ այդ տպավորությունը չեմ ստացել իրեն հետևելով վերջին ամիսներին։ Որտեվ կարծում եմ շատ բան է պատրաստ կորցնել հանուն հայրենիքի, հանուն սկզբունքի, այդ առումով եմ ես իրեն բարձր գնահատում։ Մնացածի մասին իրենից բացի, չգիտեմ, իհարկե իր ենթականների, իրենց կուսակցության մեջ կարծում եմ, որ վարկանական կարելի է ճնշել յուրաքանչյուրին թերևս։ Նրանցից տեսականորեն իմ կարծիքն է։ Անուշը ասում է, ես իմ ձայնը ձեզ կտայի, շնորհակալ եմ Անուշ ջան, բայց ես ոչ ուզում եմ ընտրվել, ոչ կարող եմ ընտրվել, ոչ էլ ինձ քաղաքականությունը ընդհանրապես հետաքրքիր է որպես մասնակից։ Մեկան ասում է, եւ խնդրում եմ երկու բառով հաջորդիվ ինչ է տեղի ունենում ԱԺ-ում մանդատներից հրաժարվել դեպքում, եթե փողոցային պայքար չստացվի։ Դե եթե փողոցային պայքար չստացվի, հիմար գործընթացներ կլինեն, հիմար process կլինի։ Չեմ ուզում շատ մտնել այդ իրավաբանական բաների մեջ, եթե փողոցային պայքարով չի ուղեկցվում, մանդատներից հրաժարվելը մեծ հաշվով դառնում է անիմաստ։ Ես չեմ ասում չպիտի հրաժարվեն, էլի պիտի հրաժարվեն ամեն դեպքում, բայց քաղաքական ղզիկություն, կիսատ մի բան, այսինքն հրաժարվեցին, իրենց վրայից գցեցին, գնացին։ Իմիջիալոս մի հանգամանք կա, որի մասին ես խոսել եմ, դա այն է, որ կարող է իշխանությունը մոտենալ այս կուսակցություններից ընդդիմադիր անցած առանձին մարդկանց վերջին համարների եւ ասել դու պիտի գնաս խորհրդանա, որպեսզի ինքը լեգիտիմություն ունենա, որտեղ սահմանադրության երկու ընդդիմադիր կուսակցություն խոշոր պիտի լինի այնուամենայնիվ խորհրդարանում։ Եվ այդ պարագայում ես կարծում եմ, որ եթե իշխանությունների ղեկավարը Քոչյանը իր թևին եւ Սամվել Կարապետյանը իր թևին չասեն, որ ստորագրեք, որ դուք բոլորդ եք հրաժարական տալիս եւ բոլորը չգան այդ կոնսենսուսի եւ չհամաձայնեն, այդ դեպքում շատ հնարավոր իշխանությունը կարողանա մարդկանց վրա լծակներ բանեցնելով բերի այնուամենայնիվ խորհրդան եւ փոկետ կուսակցություններից ստեղծի կեղծ ընդդիմություն արդեն այդ հրաժարեցնելու պահն էլ ես չգիտեմ դա որովհետեւ իրավաբան չեմ այդ փոքրիկ դետալին ես տեղյակ չեմ օրինական է օրինական չի եթե օրինական չի չպետք է անեն եւ չեն անի ասեն գրեք որ բոլորով ենք հրաժարվում որպես կուսակցություն կարող են հայտարարություն անել եւ հրաժարվել ես չգիտեմ այդ պահը
Բայց եթե օրինական է, ապա դա միակ մեթոդն է մնում, որով կարելի է այդ մարդկանց հրաժարեցնել եւ այն էլ թեև երաշխավորված չի, որտեղ հանգիստ Հայաստանում կարող են ստորագրություններ, երթումներ, ամեն ինչն էլ հետ վերցնել։ Մարդիկ հայրենիք են հանձնում Հայաստանում, ինչ խնդիր կա խոսքը եւ գրած ստորագրածը հետ վերցնելու։ Տիգրան Մեծը հարցնում է, Տիգրան Մեծ, փաստորեն Տիգրան Մեծն էլ է ինձ կարդում, Նարեկ Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Քոչարյան եւ այլ տեղեկացնում են, որ ժողովրդի ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկել է ոչ թե այն նպատակավոր ստանան մի քանի մանդատ եւ լինեն ընդդիմադիր հաղթած եւ իշխող ուժ, ԿՊԱ-ական ներքին Տշնամուն, այլ միմիայն այն նպատակով լինի ամբողջական իշխանապողություն լիովին իշխանազրկելով, այո, շատ երկար է տեքստը, ամբողջը չեմ կարող կարդալ, կներեք, շատ երկար է, պարզ է, Աշոտը հարցում է, դուք Սամվել Կարապետյանի թիմին ձեր օգնությունն առաջարկել եք, միգուցե լսեին ձեր խորհուրդները, Աշոտ ջան, ասեմ, որ ես անհայտ մեկը չեմ, Սամվել Կարապետյանի թիմում ինձ շատ լավ գիտեն, ճանաչում են ինչպես ամենատարբեր թիմերում, նաև այն թիմերում, որոնց ես աչքով աչք չունեմ տեսնելու, որտեղ ինձ խորապես ատում են, այդ թիմերում էլ ինձ լավ գիտեն, իմ տեղը գիտեն, բայց ես իմ աջակցությունը հայտնել եմ նախընտրական շրջանում, հայտնել եմ, որովհետև հավատացել եմ, որ արևմուտք գնալու պոտենցիալ ունեցող միակ ուժն է, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, որը գնում է դեպի Ստամբուլ եւ Բաքու, իսկ այնտեղից դեպի արևմուտք որևէ ճանապարհ չկա։ Դավիթը ասում է, հիշում եմ ձեր խոսքերը, որ ասում եք Կարապետյանը շատ հարմար մրցակից է Փաշինյանի համար, հիշում եմ նաև Միքայել Սրբազանի խոսքերը, որ ասում էր ոչ մի նախկին նախագահ կամ պաշտոնյա չպետք է մրցակցի Փաշինյանի հետ։ Այո, ես ասել եմ, սկզբում ես անգամ լուրջ կասկածներ եմ ունեցել Կարապետյանի մասով, ես երբեք իմ խոսքերից չեմ հրաժարվում։ Մյուս կողմից, այո, Կարապետյանը հարմար մրցակից էր Նիկոլ Փաշինյանի համար, որովհետև շատ լավ ներկայացրեցին իրեն որպես Կրեմլի եւ Ռուսաստանի մարդ, մեծ հաջողությամբ այդ process-ը արեցին եւ Նիկոլ Փաշինյանը ստացավ ավելի շատ ձայներ, քան նա կստանար, եթե չլիներ Սամվել Կարապետյանը։ Բայց եթե չլիներ Սամվել Կարապետյանը, ով էր մյուս այլընտրանքը, մի հատ նայենք այդ ցուցակներին։ Ով էր այն այլընտրանքը, որին կտային անցողիկ ձայն եւ այնքան ձայն, որ կարող էր գերազանցել Նիկոլ Փաշինյանի ձայներին։ Չկար այդպիսի այլընտրանք։ Լայման ասում է Կարապետյանի խումբը չի անի, ռուսական է, արդեն անդրադարձա իմ կարծիքով ռուսական չի, իմ հավատալով ռուսական չի եւ ես հավատում եմ իմ ասածին։ Գանեն ասում է ռուսը գիտեր, որ քոչի հետևից գնացող հավական է շատ գնացող չլինի, դրա համար Սամվել Կարապետյան նոր դեմք մեջտեղ բերեց, իրականում բոլոր ԱԺ ռուսի ականջներն են։ Ես անդրադարձա այս հարցին չեմ ուզում անդրադառնալ։ Ռաֆիկ Գրիգորյանը ասում է, ընտրությունների արդյունքները կարող են չճանաչվել, բայց ավելի կարևոր է հրապարակել դրանք եւ կոչ անել ժողովրդին արտահայտվել դրանց դեմ։ Համաձայն եմ ձեզ հետ։ Եթե այն է, ինչ ես եմ հասկանում, որ նկատի ունեք։ Գեղամ Ղազարյանն ասում է, ինչ կասեք, ինչ է նշանակում Քոչարյանի հասցեում այլ մարդու գրանցում։ Բացատրել են դա, ես այդ մանր բաների մեջ դավադրապաշտությամբ չեմ ուզում զբաղվել, որովհետեւ դավադրության տեսություններ չեմ ընդունում։ Բացատրեցին, որ հարակից շինությունն է լինում, հարակից շինությունը հասցե չի ունենում, գրում են կողքի շինության հասեն եւ գրում են կողքինը, բայց այդ գրանցման ժամանակ ընտրական ցուցակում կողքի հասցե չեն կարող գրել, հետեւաբար սխալմամբ թողել են միայն Քոչարյանի հասցեն։ Հաստատ Քոչարյանի տան վրա չէին բերի մարդկանց գրանցեին, իմանալով, որ դա ինչ կլինի։ Սևակ Պետրոսյանը հարցում է Հայկ Մարտիրոսյան ջան, ԱԺ բխի դուրս եկաք, Սևակ ջան, այդ թեմային միգուցե մի օր կանդրադառնամ։ Ես 3 տարի առաջ եմ դուրս եկել, բոլոր կապերս խզել եմ, ընդհանրապես իրենց որոշումը մասնակցելու ընտրություններին կատեգորիկ չեմ ընդունում եւ պարզվեց, որ ես ճիշտ եմ, հիմա իրենք փորձում են շատ ծիծաղելի է բարթել իմ վրա այդ թվում նաեւ իրենց անհաջողությունը 0.4% շուրջ 0.3 ու քանիս ձայներ ստանալը եւ եթե այդպես է ստացվում է որ ես շատ ավելի մեծ կշիռ ունեմ քան իրենց ամբողջ կուսակցությունն շարժումը դա իհարկե այդպես չի այնպես չի որ ես իրենց վնասել եմ ես իրենց վնասելու օրակարգ չեմ ունեցել բայց դուրս եմ եկել շատ ճիշտ եմ արել ցավում եմ որ հենց սկզբում էի մտել եւ այստեղ խնդիրը գաղափարների մեջ չի գաղափարախոսությունը բոլորովին այլ թեմա է խնդիրը այն է որ ես այդ ուժին չեմ վստահում որպես ուժ եւ տեսել եմ բաներ որոնք չէի կարող ոչ մարսել ոչ հանդուրժել եւ ոչ էլ համաձայն լինել դրանց հետ բայց քանի որ իմ գնահատմամբ ես այդ շարժումը ընկալում եմ որպես քաղաքական աղանդ շատ ուրախ եմ որ դուրս եմ եկել նաեւ այդ պահով Ավետիքն ասում է Հայկ ջան, ես կարծում եմ, որ
կժի գիշերվա ելույթը նրա համար էր, որ նախորդ բոլորին վախացներ քայլեր չանեն, չեմ մեկնաբանի, ամեն դեպքում գիշերվա ելույթը, որին հղում է կատարվում, հստակ քաղաքական խնդիր է լուծում եւ այդ խնդիրը լուծեց։ Այստեղ նմանատիպ մի բան կա, չեմ կարդա, Գայք ասում է, եթե շարժումը միևնույն է 2 օր է տևելու, հետեւաբար սխեման չի աշխատի ցավ, այո, եթե ինձ եք հարցնում, հիմա ասեմ, եթե ինձ եք հարցնում, ես ասեմ, այո, ես չեմ կարծում, որ այս ընդդիմությունը կգնա փողոցային հուշք ու պայքարի, այո, ես չեմ կարծում, որ հաջողություն կլինի, այո, ես կարծում եմ, որ հավանականությունը այլևս շատ ցածր է, հատկապես այսօրվա օրվա կորստից եւ այս չկողմնորոշվելուց հետո, որ ընդդիմությունը կարող է միավորվելու պարագայում անգամ Փաշինյանի իշխանությանը ստիպել հեռանալ։ Հասմիկն ասում է, նաև շարժումը ձևական բնույթ չկրի, երկպարտ ծափծիծաղ, ինչպես մնացած շարժումների ժամանակ, խոսել եմ այդ մասին այսօր, այո, Տաշի Տմբլը սիրելի ժամանց է քաղաքական բոլոր բաների ժամանակ, ինձ դա հիշեցնում է աֆրիկյան առանձին ապաքաղաքական երևույթներ, բայց այդպիսին է քաղաքական պայքարի էլեմենտը Հայաստանում։ Ես չեմ պատկերացնում, որ լուրջ քաղաքական միջոցառում անեն եւ այդ լրջության հերը չանիծեն սուտի հայրենասիրական երգերով, պարերով, ուրախությամբ, կարծես տոնում են հաղթանակ։ Ես չգիտեմ այսինքն գիտեմ թե այդ հիմար բանը որտեղից է գալիս, բայց հիմա դրա տեղը չի խոսելու այդ մասին։ Սարգիսն ասում է, հիշում եք, որ Սերժ Սարգսյանը ասաց, որ ես պարտվել եմ ավելի մեծ ուժերի, ոչ թե Նիկոլին, ու հիմա էլ այդ ուժերն ասում ով ինչպես անել, թե Նիկոլը, թե Սամվելը, թե Քոչյանը։ Ես չեմ հիշում, որ այդպիսի բան է ասել Սերժ Սարգսյանը, հնարավոր է որ ասած լինի, բայց այո, ինքը չի պարտվել Նիկոլին, ինքը պարտվել է Մոսկվային, թեև ինքը ծառայում էր իմ համոզմամբ Մոսկվային, եւ այդտեղ բարդ խաղ տեղի ունեցավ, իմ համոզմամբ եւ ես այս մասին ասել եմ, Սերժ Սարգսյանին Մոսկվան հեռացրեց, որպեսզի 100%-ով իր եւ Ադրբեջանի պայմանավորվածությունն իրականացնող մարդ ունենա իշխանության, այլ ոչ թե Սերժ Սարգսյանին, որը վերջին պահին իմ ենթադրությամբ կարող էր թռնել ռուսների վրայից, եթե գրական հայերենով ասենք, եւ տապալ էր խնդիրը նաեւ, որին կարող էր ժողովուրդը հեռացնել իշխանությունից, եթե պատերազմը լիներ կամ եթե ինքը համաձայներ հողեր հանձնելու։ Բերեցին Նիկոլի պես մեկին, իմ կարծիքով, իմ վերլուծությամբ, իմ համոզմամբ, որին այնքան կպաշտեին, բայց կարծում եմ, որ անգամ ռուսերեն ու թուրքերը չէին պատկերացնում, որ Նիկոլին այս աստիճանի կպաշտի հայ ժողովուրդը, եւ որը արեց այն, ինչ արեց ինքը։ Արմենը ասում է, ինչու եք մտածում, որ ընտրել են, չեն ընտրել, կեղծել են։ Ես չեմ բացառում, որ կեղծել են։ Ես շատ հավանական եմ համարում, որ կեղծել են ընտրությունը։ Շատ հավանական եմ համարում։ Բայց ընտրել են եւ ընտրել են 100,000-ներով։ Ընտրել են 100,000-ներով։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հայ ժողովրդին, Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի դեմքն է։ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հայ ժողովրդի իղձերը, երազանքները, պետության հանդեպ վերաբերմունքը։ Ամեն ինչը։ Եվ գաստրոնոմիկ սեսիաները նույնպես պատահական չեն, որ Նիկոլ Փաշինյանը անում է։ Դա հենց այնպես չի, որ ինքը սոված չի եւ չի ուտում այդ պահին հանկարծ նկարվում։ Դա նույնպես հստակ քաղաքական հաշվարկ է եւ ինքը գիտի ինչ է անում եւ ում համար է անում եւ ինչու է անում։ Լիան ասում է Նիկոլին, եթե ուզենային, կարող էին, լավ, այս հարցը չեմ կարդա, չէի տեսել։ Մեծ հաշվով խնդիրը այն է, որ եթե Նիկոլ Փաշինյանին ուզենար Մոսկվան հեռացնել, ապա շատ հեշտ եւ հանգիստ կհեռացներ ամենատարբեր մեթոդներով։ Սկսած քաղաքական մեթոդներից, վերջացրած, չգիտեմ, ուրիշ ինչ մեթոդներով։ Ավետիք ասում է դրա ելույթից հետո պետք է փողոցները լեփլեցուն լիներ։ Ավետիք ջան, իսկ կապիտուլյացիան ստորագրելուց հետո փողոցները լեփլեցուն եղան, իսկ երբ Արցախից հայերը դուրս էին գալիս զանգվածաբար, փողոցները լեփլեցուն եղան։ Ոչ։ Եվ դա միակ դեպքերն են մարդկության պատմության մեջ։ Ու չասեք այդ հիմար ստոր թեզերը, թե ուրիշ տեղերում էլ կա այդպիսի բան։ Ոչ միտեղ այդպիսի բաներ չկա, ինչ եղել է Հայաստանում, եւ ինչ հանդուրժել է հայ ժողովուրդը։ Ոչ մի ժողովուրդ նման բաների 10%-ը չի հանդուրժել եւ նման բաներ հանդուրժելով է, որ այդ բաները տեղի են ունեցել։ Եթե չհանդուրժեր, չէր լինի։ Դրա համար ուրիշները չեն հանդուրժել, ուրիշների մոտ այդպիսի երևույթներ չեն տեղի ունեցել։
երբևէ։ Մարետան ասում է մեծատառորը Սամվել Կարապետյանը չի կոտրվելու։ Ես չգիտեմ կոտրվելու է թե չի կոտրվելու, փշրվելու է թե չի փշրվելու, ամրանալու է թե չի ամրանալու, բայց այս դեկլարատիվ հայտարարություններն են, որ կործանում են Հայաստանը։ Չենք հանձնվելու, այդպես չի լինելու, ադրբեջանցիները չեն գալու, թույլ չենք տալու։ Լավ, մի թեթև լրջացեք, մի թեթև որ լրջանակ, այս արտահայտությունները չեն արվի ընդհանրապես։ Լայման ասում է հողը ցանկանում եք, դե դուք գնացեք Կարապետյանին խորհուրդ տվեք, ուրիշ հնարք չունենք, ասեք որ ժողովուրդն է խնդրում։ Հա, ես պիտի գնամ ասեմ Կարապետյանին, օքեյ։ Սյուզանան ասում է ուրիշին է ասում Դեմիրճյանին, Վազգենին եւ շատերին վերացնողը չէր կարող կատակ։ Լավ, մի խոսքով Հասմիկն ասում է նոր ընտրությունների ինչ հնարավոր տարբերակ կա։ Չգիտեմ, նոր ընտրություններ տեսականորեն հնարավոր են, պրակտիկորեն չեմ կարծում թե կլինեն։ Արսն ասում է դուք չեք կարող որևէ կերպ հասցնեք ձեր մտքերը Կարապետյանին ուղիղ որևէ մեկի միջոցով։ Արուժան, ինչ եք կարծում, ինչպես պիտի դա արվի կամ ինչու պիտի դա անեմ ես։ Զանգեմ, ասեմ, ինձ էլ լիքը մարդ զանգում է, ինչ որ մտքեր է հասցնում բան, այսինքն ես ինչ անեմ, ես թեթև սոլիկ չեմ, բան, պիտի հեռախոսը ճարեմ, զանգեմ, ասեմ, պարոն Կարապետյան, մի հատ լսեք ինձ այս բաները, մարդիկ նայում են եթերները, եթե լավ թիմ ունեն, միլիարդներ ունեն, պիտի որ 100 հոգի եթերները մոնիտոր անողներ ունենային, որոնք ռիպորտներ կկազմեին եւ կհանձնեին, ես Միացյալ Նահանգներում առաջին ձեռքից տեսել եմ ինչպես են այդպիսի աշխատանքները կատարվում, ազդեցիկ մարդիկ ինչպիսի թիմեր ունեն, սկսած քաղաքական գործիչներից միջին ռանգից մինչև ամենավերին ռանգի գործիչներ եւ խոշոր ֆինանսիստները ինչպես են աշխատում, եւ դա լրիվ այլ պատմություն է։ Եթե այստեղ մենք ունենք միլիարդատեր, որ ուզում է երկրի ղեկավարությունը ստանձնել եւ չունի այդպիսի մարդիկ եւ չի հետեւում եւ չի լսում ու պիտի իրեն զանգեն ասեն, ուրեմն ավելի լավ է ոչինչ չասել, որտեղ այսպես թե այնպես ամեն ինչ վերջացած է։ Դավիթն ասում է, ուղղակի ուզում էի ասել, որ դուք ճիշտ եք, փաստը այն է, որ Փաշինյանը հաջողեց այս ընտրությունները։ Շնորհակալություն Դավիթ, ցավոք սրտի ես միշտ ճիշտ եմ դուրս գալիս, կներեք մեծամտության համար, բայց փաստ եմ արձանագրում։ Նորայրն ասում է կբացատրեք նորից ինչպես է լինում, որ Փաշինյանը դառնում է ձեռնատու տարբերակ աշխարհակաղակական բոլոր խաղաղությունների համար, որովհետև բոլորին խոստանում է այն, ինչ այդ բոլորը ուզում են լսել, բոլորին խաբխփում է, իսկ ինչպես ես օրինակ 2018 թվականին չէի կարող հավատալ դեռևս, որ հնարավոր է, որ Փաշինյանի պես ծայրահեղ ազգայնականը լինի ծայրահեղ հակազգայնական իրականում եւ իրականում դրանով դեր խաղացած լինի խիստ ազգայնականի, եւ որ այն ամենը ինչ արել է տեսականորեն հնարավոր է, դրանից առավել մնացածները, մասնարապես արևմուտքը, որին Փաշինյանը իմ խորին համոզմամբ խափում է, ուղղակի անկարող է ընկալել, որ հնարավոր է այդպիսի բլեֆ լինել, ինչ որ բաներ հասկանում են այնտեղ իհարկե եւ ինձ էլ են ասել շատ լուրջ եւ ազդեցիկ մարդիկ, որ իրենք տեսնում են, որ մի բան է ինչի, որ Ռուսաստանի հետ ընդհակառակը մերձեցում է գնում ավելի քան բան, բայց ամեն դեպքում եթե ինքը այդ խաղը խաղում է, ինքը շատ ավելի ձեռնտու է, քան օրինակ Ռոբերտ Քոչյանը, որը բացահայտ հայհոյում է արևմուտքին, ճակերտների մեջ հայհոյում է եւ հանդիսանում է Ռուսաստանի լավագույն բարեկամը կամ Գագիկ Ծառուկյանը, որը քաղաքական որևէ մեսիջը ստեյցիան չի տալիս, բայց հանդես է գալիս եւ ներկայացվում է բարեհաճող կերպով Փաշինյանի կողմից որպես բելարուսական գիծ ռուսական մարդ, կամ Սամվել Կարապետյանը, որը բացահայտ պրոարմենցիան քայլեր չի անում ցավոք սրտի եւ որին շատ հեշտորեն ներկայացնում են որպես Մոսկվան եւ Փաշինյանը որպես պրոռուսական, որ Փաշինյանը մնա եւ այսպես ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ձեռնտու է բոլորին, որովհետեւ ոչ միայն խոստանում է, այլև շատ բան բոլորին տալիս է, ով ինչ ուզում է տալիս է եւ սա շատ վտանգավոր բան է, երբ դու տալիս ես բոլորին։ Հուսամ բացատրեցի Նորայր ջան, Թերեզան ասում է 300,000-ից ավելին ընտրել են Սամվել Կարապետյանին, այսինքն այդքան մարդ կարող է փողոց դուրս գալ, եթե ոչ ավելին։ Հարցս հետեւյալն է, ինչու ժողովրդին հրապարակ չեն կանչում եւ ժամանակ են ձգում ի վնաս իրենց։ Ասեցի, որտեվ խակ են, որտեվ սարսափելի անպատրաստ են, որովհետեւ չունեն պլան B, որովհետեւ կազմակերպված չեն, որովհետեւ լավ չի էս ամեն ինչը, որովհետեւ քաղաքական մշակույթ չկա, որովհետեւ լիքը բան չգիտեն, որովհետեւ լիքը բան չեն հասկանում եւ այսպես կիլոմետրերով շարունակել։ Բայց մյուս կողմից Թերեզա ջան, որ ասում եք 300,000-ից ավելին ընտրել են Սամվել Կարապետյան, 300,000-ից ավելին ընտրել են, հանգիստ նստել են մեքենա կամ տրանսպորտ կամ ոտքով գնացել են ընտրատեղանոց, քվեարկել են գնացել են տուն։ Եթե դուք կարծում եք, որ այդ մարդիկ դուրս են գալու պայքարի, փողոցային, քաղաքական, խաղաղ պայքարի, դուք սխալվում եք։ Պայքարը արդեն դիսկոմֆորտ է։ Այդ մարդիկ ֆրանսիացի չեն։ Ֆրանսիացին կարող է օրերով, ամիսներով
նոր աշխատանքի գնալու պես դուրս գա պայքարի։ Բրիտանացին կարող է դա անել, ճապոնացին կարող է դա անել, այլ ազգերը կարող են դա անել։ Հայերը դա չեն սիրում անել եւ այստեղ էլի լավ ու վատի մասին չի խոսքը։ Մենք փաստն եմ արձանագրում հայերի մոտ մենք դա չենք տեսել, դա չկա, հետեւաբար հայը դա չի անում։ Կարինեն ասում է դրա համար պետք է Կարապետյանը կոչով ելույթ ունենա, այո, պետք է կոչով ելույթ ունենա եւ մինչեւ այս պահը չի ունեցել, եթե այս պահին երբ ես խոսում եմ չի ունեցել, դեռ ես չեմ կարող ոչինչ ստուգել, ձեզ հետ եմ շփվում ուղիղ եթերում։ Լիան ասում է Նիկոլ Աղանդի տեսակ, ընդհանրապես Հայաստանում քաղաքականություն աղանդի սկզբունքով է աշխատում եւ ամենահզոր աղանդները իմ խորին համոզմամբ 3-ը կամ 4-ն են։ Դրան հետո կանդրադառնամ։ Ամենաուժեղ աղանդը դա իհարկե այո Նիկոլյան գաղափարախոսության աղանդն է։ Արուսն ասում է ճիշտ է սահմանադրական ճգնաժամ, օրինակ վերջին երկու ընտրություններից հետո եղել են Շվեդիայում, առաջին անգամ կոնկրետ երկար, երկրորդ անգամ ավելի արագ լուծվեց։ Նազելին ասում է ընտրել են այո, նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, Կարինեն ասում է ժողովուրդը արժանի է իր ղեկավարին, միանշանակ, Փայլակն ասում է հայք ինչու է Եվրոպան, Ֆրանսիան այդքան Փաշինյանին աջակցում, ասեցի արդեն։ Փայլակ ջան բացատրեցի, որովհետև խոստանում է ամեն ինչ, տալիս է ամեն ինչ բոլին եւ ինքն իրեն ներկայացնում է որպես արևմտամետ՝ ի տարբերություն մյուսների, որոնք հանդիսանում են իրենց ներկայացնում են եւ հանդես են գալիս կամ ներկայացվում են որպես ռուսամետ։ Եվ Արևմուտքը եւ Ֆրանսիան չեն կարող որևէ ռուսամետի կամ ռուսամետ ներկայացվողի, եթե անգամ դա ռուսամետ չի, աջակցել, եթե այդ ռուսամետ ներկայացվողը չի վեր կենում եւ ասում մենք բացարձակ ռուսամետ չենք։ Սա է խնդիրը։ Սուզանան ասում է իմ հարցին կպատասխանեք, եթե Նիկոլը բանակից ազատվել է բանակից թղթով կարելի է համարվել նրա բոլոր գործողությունը համարվի անվանվեր, ոչ, այդպես չի, դա բոլորովին այլ ընթացակարգեր են մարդու գործողություններն անվանվեր համարելու, բայց դա երկար թեմա է եւ այստեղ չենք քննարկի, բայց ինչ ուզենաս քաղաքականության մեջ կանես, եթե ունես իշխանություն եւ խելք լեգիտիմ փաթեթավորումներ անելու, ինչը եւ Նիկոլ Փաշինյանը անում է եւ փաթեթավորում է այն ամենը, ինչ ինքը ուզում է։ Սարգիսն ասում է Ռուսաստանի լավ, այստեղ բան կա, որը ես ընդհանրապես չեմ ընդունում եւ չեմ կարդա։ Արմենն ասում է Հայաստանում միշտ հաղթում է վարչական ռեսուրսը։ Այո, իմիջիալը շատ հետաքրքիր բան, Հայաստանում ոչ միայն վարչական ռեսուրսն է հաղթում, Հայաստանում միշտ հաղթում է իշխանությունը։ Միշտ հաղթում է իշխանությունը։ Վաղը եթե ֆիլիպինցի ընտանիք գա Հայաստանում իշխելու, այդ իշխանությունը միանշանակ հաղթելու, եթե մեկ օրում դառնա իշխանություն, օթանավից իջնեն հաջորդ օրը դառնան իշխանություն, իրենց ընտրեն իշխանություն, իրենք այլևս երբեք իշխանությունից չեն հեռանա, որտեղ իրենք կլինեն իշխանություն, որին միշտ ընտրելու են։ Այդպես է, հայ ժողովուրդը միշտ ընտրում է իշխանության, ու կարևոր չէ իշխանությունը ինչ իշխանություն է, որտեղից է, արդյոք քո սեփական իշխանությունն է, թե քո երկրի վրա աչք դրած իշխանությունն է, միևնույն է, ընտրելու են այդ իշխանությունը, եւ սա շատ սպეციფიկ մի բան է։ Սա խիստ մենթալիտետային խնդիր է, ելի որպես փաստ ենք արձանագրում։ Ես չգիտեմ մի դեպք վերջին, դուք էլ չգիտեք, վերջին 35-40 տարիների ընթացքում, երբ հայ ժողովուրդը չի գնացել եւ չի ընտրել իշխանությանը։ Ընտրել է միշտ։ Նայրան ասում է համեմտ եմ քեզ հետ, շնորհակալ եմ, Թերեզան ասում է, դա եմ ասում, ինչու խոսքով չի դիմում, ժամանակը իրենց դեմ է աշխատում։ Չգիտեմ, պետք է Սամվել Կարապետյանին հարցնեմ, թե ինչի չի դիմում։ Երևի գնացել են քնելու արդեն 12-16 է։ Եթե մինչև հիմա չեն խոսել։ Բելան ասում է, պարոն Մարտիրոսյան, եթե մանդատները չվերցնին դիմությունը կարող է կառավարությունը միահեծան խորհրդարան կազմել եւ լեգիտիմ կլինի, ոչ, չի կարող եւ ոչ լեգիտիմ չի լինի։ Հայկ հարցնում է, մեր ազգի խնդիրը փող խորոված սիրելն է, ամեն խնդիր այդտեղից է սկսվում։ Չեմ մեկնաբանի։ Նորայրն ասում իսկ եթե հանկարծ ինչ-որ մի հրաշքով գեներացվի համահայկական գործադուլ, դա կլինի հարցի լուծում, չէ, գործադուլը հարցի լուծում չի լինի, մարդիկ էլ գործադուլ չեն անի, բա ոնց փող աշխատեն։ Բա կզրկեն իրենց փող աշխատելու հնարավորությունից հանուն հայրենիքի անգամ։ Չէ։ Արսենն ասում է, ես խոսքեր չունեմ նկարագրելու իմ զայրույթն ու զզվանքը, ցավալի է, որ երկրի ապագան որոշում են մարդիկ, որոնցից շատերը չեն գիտակցում իրենց ընտրության հետևանքները, չնայած լավ գիտեն։ Այո։ Իմիջիալից այստեղ շատ կարևոր բան կա, ցավոք սրտի, Կարապետյանները նույնպես չգիտակցեցին, եւ ես ասում եմ դեռևս իրենց սատարելով, այն ծանրագույն պատասխանատվության բեռը, որը ընկած էր իրենց ուսերին։ Այ երեկվա արդեն կամ պայմանականորեն ասած այսօրվա ամբողջ 24 եւ ավելի ժամերի 30-32 ժամվա լռությունը
ապացույցներ են բանի, որ իրենք չգիտակցեցին, որ վճռվում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագան, եւ որ իրենք պիտի հստակ, կտրուկ քաղաքական ելույթով դիմեին իրենց ընտրողներին, դիմեին հայ ժողովրդին եւ ասեին եւ քայլեր ունենային պլանավորած, լրջություն չկար։ Ես երբևէ որևէ հարցում որևէ լրջություն չեմ տեսել Հայաստանում, բացի Նիկոլ Փաշինյանի գործողություններից։ Նրանք ամենալուրջ գործողություններն են, որոնք ունեն եւ դեռևս ունենալու են պատմական, բիբլիական մասշտաբի հետևանքներ հայ ժողովրդի տարածաշրջանի եւ ընդհանրապես մարդկության պատմության համար, ինչքան էլ դա ճոռոմ հնչի հիմա, որտեղ ամեն ինչ շղթայական կապվածություն ունի։ Հայաստանի վերացումը տարածաշրջանից որպես Հայաստան, դա մարդկության պատմության վրա լուրջ ազդեցություն է թողնելու, թեև այդ մասին որևէ մեկը դեռևս չի կասկածում։ Արմենն ասում է 35 տարի պայքարեցին ազգայինի դեմ, իսկ ով է մեղավոր, թող այդ պայքարը արդյունք չունենար, այդ արդյունք է տվել, չէ, ապազգային պայքարը ապազգայնության համար։ Լիան ասում է, ինձ մեկ թվում է, որ աշխարհի տերերը մեզ փորձարկում են ու ապշած են նոր տեսակի զոմբիների վրա, չկա սենց բան, անգամ աֆրիկյան ցեղերում հայի ապրելու բնազը լրիվ մոխրացել է, չեմ մեկնաբանի։ Լիանան ասում է, ժողովուրդ, այս վիդեոն կիսվեք, կոպի արեք եւ ուղարկեք Սամվել եւ Նարեկ Կարապետյաններին, հերիք գրեք, հայ գնացեք խոր տվեք։ Կարծում եք իրենք կնստեն այսքան ժամանակ կնայեն կամ կարիք ունեն, չէ, իրենք գիտեն ինչ են անում ըստ իրենց։ Արմենն ասում է, տեսակի կռիվ տվեցին ոչնչացնելով ազգային, արդեն խոհափիլիսոփայական թեմա է, չեմ մտնի դրա մեջ։ Գայանեն ասում է, բա ինչ անենք, փրկության հույս չկա 21-րդ դարում աշխարհին այդքան հանճարներ տված ազգը վերանա մի ճիվաղի ձեռքով ու մենք լուր հանդուրժում ենք։ Փրկության հույս չկա։ Ես չունեմ այդ փրկության հույսը, ես վաղուց չունեի, երեկվանից հետո ընդհանրապես չունեմ։ Հենց նրա համար, որ լուր հանդուրժում են, չեմ ուզում ասել ենք, որտեվ ինձ չեմ ուզում ներառել դրա մեջ։ Արևն ասում է, հայք ձեր շրջապատում կան ընկերներ, ովքեր մտածում են այնպես ինչպես դուք եւ ում կարող եք վստահել, տպավորություն ստեղծում, որ դուք Հայաստանում մնացած միակն եք, չեմ ուզում կորցնել ձեր ներուժը, ես ձեզ շատ եմ խնդրում, եթե դա հնարավոր է, փոխանցեք ձեր գիտելիքները մեր երիտասարդությանը։ Երիտասարդությունը թքած ունի ամեն ինչի վրա, դուք հավանաբար երիտասարդությանը չեք ճանաչում, դուրս եկեք Երևանի կենտրոնում զբոսնեք ամենաշատը 1 ժամ, նայեք մեքենաներից ներս վարորդներին, հայ երիտասարդներին, փողոցներում, հյուսային պողոտայում կհասկանաք ինչ է եւ ով է հայ երիտասարդությունը։ Մտեք Instagram, մտեք TikTok, կհասկանաք ինչ է հայ երիտասարդությունը։ Հայ երիտասարդությունը խորապես եւ մեծ ծավալով թքած ունի այդ ամեն ինչի վրա, ինչից մենք հիմա խոսում ենք։ Yen ընդհանրապես բոլորովին այլ բաներ են հետաքրքրում, փոխանցելու խնդիր էլ չկա։ Մեկ, երկրորդ հերթին այո կան մարդիկ, որոնք ինպես են մտածում, դրանք եզակի մարդիկ են, քիչ են, մարդիկ կան, որոնք ինձ փողոցում մոտենում են շատ հաճախ, հատկապես վերջին օրերին ես ունեմ 1-2 ընկեր, որոնց հետ մենք նույն գծի վրա ենք, հատկապես իմ ընկերներից մեկը, որի հետ արդեն 20 տարի մենք ընկերներ ենք, կիսում է իմ տեսակետները, բայց այդ մարդիկ հանրային դաշտում հիմա չկան կամ չկան ընդհանրապես։ Գայքն ասում է, Կարապետյանին տեսնելը բարձ չէ, ընդհանրապես պետք է գնալ զայթուն անվտանգության ասել հանդիպում ուզում շտաբ եւ ձեզ իհարկե կպատասխանեն, իսկ ինչի համար, հայրենիքի համար։ Գագի ջան, դուք գնացեք, ասեք, ես կգամ, հենց որ դարպասները բաց են։ Սոնյան ասում է, ընտրել են, բայց ոչ այդ թվերով 10% այս խավը մի խոսքով բնորոշումներ են տված, չեմ մեկնաբանի։ Աննան ասում է, ինձ թվում է անիմաստ է ժողովրդին բացատրել, հա ինձ էլ է թվում Աննա ջան, եւ ես հիմա ժողովրդին չեմ բացատրում, ես բացատրում եմ այն մարդկանց, ովքեր այսքան ժամանակ լսում են հետաքրքրվածները, այն թիվը, որ ես տեսնում եմ, բավական ստաբիլ է դիտողների, մի քանի հոգի դուրս են գալիս, մի քանի հոգի մտնում են, բայց տեսնում եմ ստաբիլ թիվ, հետևաբար հետաքրքրվածներ կան։ Այդան ասում է, իսկ հնարավոր է, որ պայմանավորված էին, նայած ով չեմ կարծում, որ Կարապետյանները պայմանավորված էին, չեմ հավատում դրան, չեմ հավատում, որտեվ Սամվել Կարապետյանին եւ Նարեկին համարում եմ ազնիվ անկեղծ մարդիկ, մնացած թերությունները, որոնց մասին խոսեցի, դրանք այլ թեմա են։ Նորայրն ասում է, կխնդրեի մի քիչ էլ խոսել Իրանի դիրքավորման մասին, Իրանի դիրքավորման մասին խոսելու բան չկա, Իրանը ընդհանրապես որևէ բան չի կարող անել Հայաստանի հարցում, Հայաստանին չի կարող աջակցել, Իրանը շատ հանգիստ եւ չի ուզում աջակցել, աջակցում է փոխարենը Ադրբեջանին, Իրանը շատ հանգիստ մարսեց թե Արցախի կորուստը ընդհակառակը շնորհավորեց Ադրբեջանին, մյուս կողմից շատ հանգիստ մարսեց Թրիփը, որը թվում է թե պիտի դրան դեմ լիներ, բայց չէ դեմ չեղավ, որովհետեւ Ադրբեջանը
դրա հեղինակն էր։ Իրանը Ադրբեջանին ներում է անգամ այն վերջին լուրերը եւ ռիփորտները, որոնք դուրս են գալիս վերջին օրերին համաշխարհային եւ միջազգային մամուլում այն մասին, որ Իսրայելը հատուկ ծառայությունների մարտիկներ է տեղավորած եղել Ադրբեջանում պատերազմի սկզբնական փուլում եւ Իրանը դրան էլ ամենևին չի արձագանքում։ Հետևաբար Իրանի վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ շատ ներողամիտ է, շատ քնքուշ, շատ սիրառատ եւ շատ հանդուրժող։ Իսկ Հայաստանը, քանի որ իրենից ոչինչ չի ներկայացնում եւ առավել քան երբևէ ոչինչ չի ներկայացնում, 10 անգամ ավելի ոչինչ չի ներկայացնում, քան ներկայացնում էր մինչև 2020-ի պատերազմը, հետեւաբար Իրանը գործ է ունենալու միայն իր դաշնակից Ռուսաստանի եւ իր հարևան Ադրբեջանի հետ, որը իր համար անչափ կարեւոր է։ Այո, իրենք Հայաստանի կործանումը չեն ուզում, բայց ուզեն չուզեն իրենց հարցնող չկա։ Այնինչ լինելու է կլինի, իրենք ընդհանրապես նայելու են, դիտորդ են լինելու եւ Հայաստանի հետ սահմանն էլ, Հայաստանով ճանապարհն էլ դեպի Վրաստան կորցնելու պարագայում իրենք համակերպելու են դրա հետ, որովհետեւ իզորու չեն լինելու որևէ բան դրա դեմ անել։ Նաիրան ասում է, այսքան ճիշտ կարող եք միայն դուք ներկայացնել մեր օրյա երիտասարդությանը, հարգանքներս, շնորհակալություն Նաիրա, բայց ես անգամ չեմ էլ ներկայացրել։ Ես ասել եմ, թե դուրս եկեք, տեսեք, կհասկանաք, կարող եմ շատ ավելի գրաֆիկական պատկերներով ներկայացնել, բայց չեմ ներկայացնի, որտեղ հասկացողը հասկանում է, չհասկացողին էլ իմաստ չունի որևէ բան ոչ միայն ներկայացնել, այլև ասել։ Աննան ասում է 100% երիտասարդություն это сегодня наша беда, это какие-то коллективные манкурты, ոչ խելք ունեն, ոչ մեղք, չեմ մեկնաբանի։ Բելան ասում է, պարոն Մարտիրոսյան, խնդրում եմ պատասխանել, եթե այս իշխանությունը հանձնի Տիգրանակերտը, նկատի ունեք Տիգրանաշենը, ինչ է սպասվում Սյունիքին, արդյոք կապը վերջնականապես կտրվում է Հայաստանի մյուս տարածքներից, ինչ է սպասվում է։ Տիգրանաշենը հանձնելով հանձնվում է Երևանը, բայց Երևանը արդեն իսկ իմ գնահատմամբ եւ պատկերավոր ասած հանձնված է։ Այնպես որ Տիգրանաշենը կհանձնեն, թե Երասկը կհանձնեն, թե Արտաշատը կհանձնեն, արդեն տարբերություն չկա։ Հանձնված է Հայաստանը փաթեթով եւ միանգամից, ուղղակի մաս-մաս է հանձնում ընդունումը տեղի ունենում, Տիգրանաշենը դրա հաջորդ քայլն է եւ այս իշխանությունը մնալու է իշխանության եւ եթե մնալու է իշխանության, ապա Տիգրանաշենը անպայմանորեն հանձնվելու է, Սյունիքը կտրվելու է, Փաշինյանը կարող է մեկ այլ անցումային ճանապարհ խոստանալ կամ անգամ արդեն Ադրբեջանի նոր ձեռք բերված տարածքով ճանապարհ պահել, այդ դեպքում արդեն կարելի է պատկերացնել, որ բոլորը ովքեր մասնակցել են պատերազմին Արցախում կարող են ձերբակալվել ադրբեջանցիների կողմից, տարվել Բաքու եւ նման այլ պատմություններ Տիգրանաշենը ինչ ասեմ, ադրբեջանցիները գիտեն ինչ են վերցնում, հայերն էլ գիտեն ինչ են տալիս։ Հարությունը հարցում է, я еще 5 лет тому назад предлагал вас возглавить национальное освободительное движение, уверен, вы бы смогли, Хайкжан, вы не только хороший аналитик и политолог, но, по-моему, и вполне смогли бы стать выдающимся политиком, а сейчас мы тут сидим и обсуждаем нафталиновых политиков, особенно մեկի անուն է տալիս։ Տեսեք, շնորհակալություն կոմպլիմենտների համար հարություն, բայց ուզում եմ ասել, որ քաղաքական առաջնորդություն ունենալու համար պետք է ունենաս հետևորդներ։ Հետևորդները պետք է լինեն քաղաքականապես գրագետ, լայն զանգվածներ եւ դու պիտի ունենաս ֆինանսներ։ Ֆինանսներ ունենալու համար պիտի ունենաս ֆինանսավորող համակիրներ, ոչ թե պատվիրատուներ, որոնք քեզ կդնեն իրենց ընթացքի մեջ եւ դու կսկսես ծառայել նրանց ինչպես շատ ընդունված է այստեղ։ Այլ քո հետ գաղափարակիցներ, որոնք կգան կմիանան քեզ եւ կֆինանսավորեն։ Օրինակ, այդպես է աշխատում Միացյալ Նահանգներում եւ Իսրայելում, եւ այս մասին ես որոշել եմ առանձին հաղորդում անել, կա հսկայական սխեմա եւ ինստիտուցիոնալացված երևույթ արևմուտքում եւ մասնարարպես Իսրայելում, մասնարարպես Միացյալ Նահանգներում, որտեղ մարդիկ ընտրում են միլիարդատերերը, միլիոնատերերը, բազմամիլիոնատերերը, խոշոր կորպորացիաների տերերը, կամ ուղակի ինչ որ մարդիկ, որոնք ժառանգել են միլիարդներ, տեսնում են ինչ որ մեկին, որը արտահայտում է իրենց գաղափարները, որի հետ իրենք համաձայն են, քաղաքագետի, քաղաքական վերլուծաբանի, քաղաքական ֆիգուրի, քաղաքական գործչի, աճող քաղաքական գործչի, մոտենում են այդ մարդուն եւ ասում են, մենք քեզ ֆինանսավորում ենք, անսահմանափակ գումար ենք տալիս կամ տալիս ենք այսքան գումար կամ հիմնում ենք այսինչ ինստիտուտը, դու կլինես դրա ղեկավարը, արի, քանի որ մեր գաղափարները համընկնում են, քո օրակարգը առաջ տար, որովհետեւ դա նաեւ մեր օրակարգն է։ Եվ դրա արդյունքում մարդիկ նաեւ ձեռք են բերում գիտակից զանգվածներ, քանի որ կան հետևորդներ եւ քաղաքական ճանապարհ են սկսում։
այդպես անթիվ անհամար դեպքեր կան թե Միացյալ Նահանգներում, թե Եվրոպայում եւ թե մասնավորապես Իսրայելում, հատկապես Իսրայելում։ Հայկական իրականության մեջ դա բացառված է։ Ես դեռևս չգիտեմ մի միլիարդատեր, ել չասեմ միլիոնատերերի մասին, որը այս սկզբունքով առաջնորդվի։ Կամ ուզում են օրակարգ պարտադրել, կամ իրենք ամենայն հավանականությամբ առաջնորդվելով արտաքին կենտրոններից, լինի Թուրքիա, լինի Ադրբեջան, լինի Ռուսաստան, փորձում են վճարել մարդկանց, որոնք այդ երկրների շահերը առաջ կտանեն։ Սա իմ պատկերացումն է իրականության մասին Հայաստանում։ Հիմա կասեք բարեմուտքը Ամերիկան, արևմուտքը եւ Ամերիկան այդ գործով չեն զբաղվում Հայաստանում։ Կարող եք չհավատալ, կարող եք համարել, որ ես ամերիկացի եմ եւ ամերիկամետ եւ դրա համար եմ ասում, դա ձեր իրավունքն է։ Ես ամերիկացի եմ եւ արևմտամետ, բայց դրա համար չի, որ ասում եմ սա։ Իրականում այդպես է, Միացյալ Նահանգները չի զբաղվում այն քաղաքական լոբինգով կամ Եվրոպան, Հայաստանում կամ Իսրայելը, որով զբաղվում է, ասենք Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, ամենատարբեր երկրները։ Նրանով չեն զբաղվում։ Բայց հայերի մեջ այդ ինստիտուցիոնալ մոտեցումը, մտածողությունը իսպառ բացակայում է համակիրների, համախոհ երևացող հանրային գործիչներին սատարելու, նրանց հետ նախագծեր անելու։ Ես նախագծեր կան, որոնք մեծ նախագծեր չեն, համ փոքրիկ նախագծեր են, որոնք խիստ ազգային են։ Դիմել եմ մեծահարուստ ընկերների, բարեկամների, ծանոթների, որևէ մեկը, մարդիկ են եղել, որոնք խոստացել են, հետո թռել են, եւ ես այլ բնորոշում չեմ տալիս, որևէ մեկ անգամ այդպիսի նախագծերի չի ուզում մասնակցել։ Ուր մնաց քաղաքական, երբ դու անկախ ես, երբ դու կատարածու ես եւ չես կատարելու որևէ մեկի հանձնարարականը եւ օրակարգը, բայց իրենք կիսում են։ Մեծ հարց է, թե արդյոք հարուստների մեջ կան մարդիկ, որոնք կիսում են օրինակ իմ գաղափարները, որտեվ ես այսպես թե այնպես այլմոլորակային եմ հայկական հասարակության մեջ, անհասկանալի է մեծ հաշվով ինձ համար, հասարակական շատ լայն շերտերի համար, այն ամենը իրենց համար, այն ամենը ինչ ես ասում եմ։ Մեկը ասում է շատ իզուր եք հատում Սամվել Կարապետյանը մեկ օր անգամ նստած չի եղել, թատրոն է եղել դա, ես չգիտեմ դուք տեսել եք արդյոք որ նա նստած չի եղել եւ թատրոն է եղել։ Այդպես չի, էլի, իրականում նստել է եւ դա իրական է։ Ժակը ասում է ինձ ձեզ ընկեր կընդունեք, գոնե մեկ հայերեն խոսենք, որ գոնե մի քիչ երկարացնենք մեր մասին պատմությունը։ Ժակ ջան, ընկեր ընդունելը մի քիչ խնդրեմ է ինձ մոտ, որովհետեւ ցանկը լցված է, պիտի մեկը դուրս գա, որ ընդունեմ, տեսնեմ ինչ կարող եմ անել։ Սոնյան ասում է, ես Կարապետյանի ազնվությանը հավատում եմ, բայց ոչ միայնակ գործելուն, առանց ուղղորդելու, իսկ եթե վերցնեն մանդատները, ապա կգնան աշխատելու ոնց եղել է։ Եթե վերցնեն մանդատները, այո, մնացած մասով համամիտ չեմ, ինչպես ասացի արդեն։ Հասմիկն ասում է Կարապետյանը պայմանավորված չէին, բայց հնարավոր չէ համարում ներդրված առանձնյակների առկայություն նրանց թիմում որոշիչ պահին անհամաձայնություններ եւ պառակտումներ առաջացնելու համար։ Հասմիկ պատասխանեցի այդ հարցին, կրկնեմ, այո, միանշանակ ձեր հետ համամիտ եմ եւ հնարավոր եմ համարում ներդրված անձանց առկայությունը այդ թիմում։ Հստակ համամիտ եմ եւ հստակ այդ կասկածները ունեմ։ Անան ասում է Армения сжимается как шагреновая кожа, этот анун это бնորոշում է տալիս, притворяет в жизнь соглашение Москвы и Անկարի։ Իմ մտածումը հայտնի է հարցին, Էդուարդն ասում է դա հենց ազգային բուրժուազիան է, դե կուզեք անվանեք ազգային բուրժուազիա, կուզեք անվանեք ազգային էլիտա, ոչ մեկը կա, ոչ մյուսը կա, ոչ էլ որևէ ազգային բան կա Հայաստանում։ Էդուարդն ասում է, որը հայերը չունեն, այո, ասեցի, որ չունեն ցավոք սրտի, Խաչատուրն ասում է, ինչքան ծիծաղելի են ավակ սերնդի ներկայացուցիչները, որ երիտասարդներից բողոքում են, ոչ մի երիտասարդ նոյեմբերի 9-ը չէր ստորագրի, լուրջ եք ասում։ Կներեք, իսկ նոյեմբերի 9-ի կետերը մասնավորապես հանձնել ահռելի տարածքներ առանց պատերազմի, երբ գնացել էին իբր պատերազմելու, ով արեց, երիտասարդները չարեցին։ Մի հատ հələ մտածեք, հələ մի հատ դուրս եկեք երիտասարդներին նայեք ռեստորաններում ու կաֆեներում Երևանում, հələ մտածեք ինչ կստորագրեն եւ ինչ չէին ստորագրի։ Եթե նրանցից շատերը ստորագրել կարողանային սեփական անունը ստորագրել։ Մերուշն ասում է հայ ջան, դե եթե անկեղծ նոր միացած էր ուղի եթերին, կասեք Կրեմլին ինչու խաղի մեջ մտցրեց Կարապետյանին եւ ինչու նա ամեն ինչ արեց, որ Կարապետյանը մտներ քաղաքական դաշտ։
Այո ջան, այս հարցին պատասխանել եմ, ժամանակը չխլենք այլոց, ովքեր դիտում են եւ շնորհակալ եմ, որ մնացել են այսքան երկար, նայեք, սկզբից կտեսնեք, նախորդ տեսանյութերս էլ իմ YouTube-յան ալիքում կա։ Իմջայլոց բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, որտեղ ես առավել ակտիվ տեսանյութեր եմ տեղադրելու եւ կան արդեն տեսանյութեր, հետեւեք այնտեղ Facebook-ից աստիճանաբար լայվերից տեղափոխվելու եմ YouTube-յան տիրույթ։ Թամարան ասում է, այլևս ոչ մի հույս չունեմ, շատ ափսոսում եմ, որ ձեզ չգնահատեցին եւ ականջալուր չեղան, շնորհակալ եմ։ Ես ափսոսում եմ, որ ինձ ականջալուր չեղան, ոչ թե իմ համար, այլ երկրի համար, որովհետեւ երկիրը կորավ եւ կործանվեց եւ չի լինելու Հայաստան այլևս շատ ողբերգականորեն, բայց դա փաստ է։ Աննան ասում է, Арон, поразительно, насколько вы правильные прогнозы выдаете. Вас безумно приятно слушать. Честно, мне обидно, что настолько правы. Հայկ է ուսացել գրել է Արոն, благодарю Աննա, շնորհակալ եմ, գնահատում եմ գնահատանքը։ Հայկն ասում է Հայկ ջան, իսկ Վրաստանի բռնազդիրքը Հայաստանի հետ ինչպես կգնահատեք, իմ կարծիքով միակ շանսը միասնական գործելն է։ Ես կարծում եմ, որ Վրաստանը Հայաստանի համար թերևս ամենակարևոր երկրներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը, անմիջական հարևան է, ամենավստահելի սահմանն է, ամենաիրոք եղբայրական ժողովուրդն է։ Շահերի առումով Հայաստանի եւ Վրաստանի շահերը գրեթե միշտ համընկնում են, այլ խնդիրը թե դա ինչպես են մեկնաբանում առանձին շրջանակներ Հայաստանում կամ միգուցե, չգիտեմ, տեղյակ չեմ Վրաստանում, բայց ամեն դեպքում Հայաստանի եւ Վրաստանի ճակատագրերը ես տեսնում եմ մեկ ընդհանրության մեջ, ով ինչ էլ որ ասի։ Վրաստանը, կրկնեմ, կարևորագույն երկիր է Հայաստանի համար, Վրաստանի հետ պետք է շատ զգուշ շփվել, որպեսզի հարաբերությունների մեջ կամ պոտենցիալ հնարավորություններից որևէ բան չտուժի, առանց Վրաստանի Հայաստանը դատապարտված է մահվան, առանց Վրաստանի հետ բարեկամության եւ ջերմագույն հարաբերությունների Հայաստանը դատապարտված է մահվան։ Ինչ էլ որ առանձին շահագրգռություն ունեցող շրջանակներ Հայաստանում կամ չգիտեմ, անգամ գուցե Վրաստանում ասեն, ես չգիտեմ ինչ են ասում Վրաստան, որտեղ չեմ հետևում, բայց Հայաստանի մասին կարող եմ ասել, որ ինչ էլ որ ասեն, պետք է հասկանալ, որ եթե Հայաստանը կորցնի Վրաստանին որպես բարեկամ, կամ հարաբերությունները անգամ ինչ որ մի պահի մտնեն ոչ բարեկամական հումք, ապա դա կլինի Հայաստանի ավարտը, եւ այս առումով հայերը պիտի շատ լավ հասկանան, որ իրենց համար Վրաստանը չունի այլ ընտրանք։ Վրաստանը միակն է, իր կարևորության տեսակով եւ բովանդակությամբ եւ Վրաստանի հետ անհրաժեշտ է լինել միայն չափազանց ջերմ եւ շատ լավ հարաբերությունների մեջ։ Նորայրն ասում է, թող տրիվիալ չտվա հարցս լավ, բա մենք հիմա ինչ անենք, թուլանանք ու հաճույք ստանանք, անկեղծ ասած շատ շատերը թուլացել են եւ հաճույք են ստանում։ Ես չեմ կարող ձեզ խորհուրդ տալ թուլանալ եւ հաճույք ստանալ, բայց տեսեք այդ պահը ոնց է կապահովում, որտեվ մի բան պետք է անեք, որտեվ այդ պահը լինելու է։ Հիմա թե թուլանաք, հաճույք կստանաք, թե ինչ կանեք, դա արդեն ձեր գործն է։ Պարոն Մարտիրոսյան, Վարդուհին ասում է, նոր է միացել, այժմ Ալիևը Նիկոլ Փաշինյանին ավելի սեղմված կպահի, ինչ է կարծում։ Չէ, ինչպես պահել է, այդպես էլ կպահի, ոչ մի բան չի փոխվի, կարևորը ուրախ են Բաքվում, որ Николь Пашинян мens իշխանության, Անան ասում է, պարոն Մարտիրոսյան, скажите, пожалуйста, смогут ли армяне сохранить свою национальную идентичность, если, не дай бог, потеряют Армению, как это смогли сделать ассирийцы, которые сохранили свою идентичность, язык, веру, культуру, традиции? Нет, не смогут. Нет, не смогут. Если вы у меня спросите, то я вам скажу, что, по-моему, национальной идентичности уже нет. Уже нету. Уже как минимум 6 лет нету. А было до этого или нет, за последние года это тоже уже... Я этот вопрос сам себе задаю. Национальная идентичность – это то, что очень многие сейчас ненавидят внутри армии. К сожалению, но это факт. Լիան ասում է, Արցախի կապիտուլյացիան շատ փոքր նվաստացում էր հայերի համար, քան այս ընտրությունները, ինչ ամոթ է, չգիտեմ, ինձ համար կապիտուլյացիան է միտքը չեմ հասկանում, բայց ասեմ, որ կապիտուլյացիան ամենասարսափելի նվաստացումն է, հարատև կապիտուլյացիան ընդհանրապես աներևակայելի մի բան է եւ ասեմ ձեզ որպես քաղաքագետ, հարատև անընդհատ հաջորդականորեն ընթացող կապիտուլյացիաների շարան արդեն առանց պատերազմների որևէ տեղ ես համաշխարհային պատմության մեջ չգիտեմ որևէ դեպք, բացի Հայաստանից այս
վերջին 100-ամյակում, ընդ որում վերջին 6 տարվա ընթացքում դա տեղի ունենում եւ թե 2-3 տարին մեկ, եւ հիմա մենք կտեսնենք վերջնական կապիտուլյացիան։ Սուսանան ասում է, «Думаете, նա такого եւ բնորոշում է տալիս отказ от мандата в подействии, չէ, դե իր վրա ազդելու խնդիր չի, այստեղ քաղաքական process-ի խնդիր է»։ Աննան ասում է, «Больно это слушать, мне больно это говорить, дорогая Анна, но есть что есть. Мне вообще очень больно»։ Եվ այս լավատեսական նոտայի վրա էլ բավական երկար խոսեցինք, ես ավարտում եմ այսօր, վերջին հարցին պատասխանեմ, Գեղամը հարցում է, ինչ կասեք պատերազմ սկսելու հետ կապված, եթե ինչ-որ ձևով իշխանափոխություն լինի, եթե իշխանափոխություն լինի, պատերազմ չի լինի։ Պատերազմ չի լինի, պատերազմով ձեզ վախեցնում է այս իշխանությունը, խաղաղության խնդիրն է առաջ բերում, որտեղ գիտի այս ժողովրդի երազանքը որն է, ժողովրդի երազանքը չպայքարելն է, հանկարծ պատերազմ չլինի, պատերազմից սարսռել եւ սարսափելն է խնդիրը այստեղ։ Եվ այս իշխանությունը գիտի ինչ է ասում, իշխանապողության դեպքում պատերազմ չի լինի, իշխանություն մնալու պարագայում էլի պատերազմ չի լինի, որտեղ առանց պատերազմի ամեն ինչ կհանձնվի։ Այն ինչ նախընտրվում է այստեղ։ Մարիանն էլ ասում է, Հայկ, շնորհակալ եմ ձեր ճշգրիտ վերլուծությունների համար, ձեր պրոգնոզներին չէի ուզում հավատալ, վերջին հույսն էի պահում, բայց միայն դուք եք ճիշտ ասում հայ ազգի եւ ապագայի մասին, ցավալի է, շատ շնորհակալ եմ Մարիա ջան։ Անուշն ասում է, այս ընտրությունը եւս կնպաստի շատերի արտագաղթ, Արցախի ժողովուրդը շատ լավ հասկանում է ինչ կարող է լինել, իսկ այստեղի հայերի մեծ մասը ոչ, չէ, Արցախի ժողովուրդը չէր հասկանում ինչ կարող է լինել, ընդհանրապես չէր հասկանում, երևանցիներն էլ չեն հասկանում ինչ կարող է լինել եւ չեն հասկանում, բայց կհասկանան։ Երբ կհասկանան, արդեն ուշ կլինի։ Սիլվիան ասում է, շնորհակալություն, ձեր շնորհակալություն, Հայկը շնորհակալություն, Խաչատուրն ասում է, պարոն Մարտիրոսյան, ինչ է կարծում, եթե տարիքային սահմանափակում լիներ ընտրությունների ժամանակ, օրինակ մինչև 55 տարեկան Փաշինյանը կհաղթեր։ Վայ, բարդ հարց եք տալիս, բայց տարիքը ինչ կապ ունի։ Մարդը մարդ է։ Հայաստանում 20 տարեկանում էլ են նույն կերպ մտածում, 50-ում էլ, 90-ում էլ։ Եվ անգամ 5 տարեկանում են նույն կերպ մտածում շատ հաճախ, ինչպես օրինակ 95-ում։ Այնպես որ շնորհակալություն, դուրս եմ գալիս եթերից, ավարտեցինք 1 ժամ 22 րոպե գրեթե խոսեցի։ Ես էլի կունենամ տեսանյութ, ենթադրում եմ, որ վաղը ինչ-որ իրադարձություններ կլինեն, ամեն դեպքում Հայաստանի պատմությունն ավարտված է։ Սա իմ գնահատականն է, իմ համոզմունքն է եւ անհրաժեշտ է արձանագրել այս գործընթացը, ինչը եւ ես անում եմ։ Հիմա կասեք հանգիստ ես խոսում, ինչ անեմ, լացեմ, մազերս պոկեմ էկրանի առջեւ։ Թե ինչի միջով եմ ես անցել վերջին 6 տարիներին այս ժողովրդի պատճառով եւ ինչի միջով եմ անցնում ամեն օր, ամեն վայրկյան եւ ամեն րոպե, դա ինձ եւ իմ հարազատներին է հայտնի։ Ձեզ բարի գիշեր, եթե գիշերը կարելի է բարի ասել, որտեվ հաստատ բարի չի, կտեսնենք, կխոսենք էլի, խնդրում եմ բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, Telegram-ում էլ ունեմ, երբեմն նյութեր եմ տեղադրում Telegram-ում, որոնք այդտեղ չեմ տեղադրում, բայց բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին Հայկ A կամ A.Martirosyan։